ուղիղ անձեռոցիկ փոխանցիմարիամ մենք ուղիղ եթերում ենք մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով ավանդույթի համաձայն փոքր այսպես ընդմիջում եղավ նորից մենք շաբաթը ինչպես մեզ մոտ ընդունված էր սկսում ենք պարոն Նահապետյանի հետ բարև ձեզ պարոն Նահապետյան շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար նաեւ շնորհակալություն որ իմ բացակայության ժամանակ նաեւ այսպես եթերում է եղել պարոն Նահապետյանը իր գնահատականներով, իր վերլուծություններով, քիչ առաջ այսպես որ դրոշակը այս կողմի վրա էր, Արցախի բերեցինք այս կողմ աշխատակիցս նկատեց, ասում են քիչ տեղերից է որ մնացել է այս դրոշը, դե գիտեք որ հիմնարար փաստորեն սիմվոլներից մենք գիտենք որ այս իշխանությունները միշտ բան էին անում, ինչ որ նոպաների ինքնավորության, ինչ որ բաների մեջ են ընկնում Փաստորեն կարելի է հիմնահատակ մի ամբողջ երկիր հանրապետություն կործանել, ավիրել, ցեղասպանության եզրին կանգնեցնել, դատարկել, բայց միևնույն շարունակել վախենալ այս դրոշից, ինչի համար եմ ասում, որտեղ ազգային ժողովում գիտեք, որ սեղանների վրա դրած էր, դա արդեն չկա, ամեն տեղից բացակայում է, բայց գիտեք, շատ բաների գնաց Իսրայելի ժողովուրդը, հատկապես Նեթանյահուի միասին ինքը պատմության մեջ հաստատ կգրվի ցեղասպան եւ ցեղասպան ժողովուրդ եւ շատ երկար ժամանակ ուսումնասիրեն թե ինչու հрья ժողովուրդը ցեղասպանված ինքը դարձավ ցեղասպան եւ հոգեբանները եւ մասնագետները, վերլուծաբանները, քաղաքագետները դեռ երկար տարիներ կուսումնասիրեն սա, բայց հաստատ այս ժողովուրդը շատ առումներով կարող է օրինակ լինել, գիտեք, որ 2000 տարի պետություն չունենալով իրենք ամեն անգամ, երբ որ սեղանի շուրջ հավաքվել են, ասել են սա նրա համար, որ հաջորդ կենացը, հաջորդ բաժակը բարձրացնենք մեր հողի վրա եւ իրենք հասել են դրան։ Հիմա մենք ինչ որ ազգակործանների պատճառով մեր հայրենիքի ինչ որ կարևոր մաս կորցրել ենք, ել չեմ ասում, որ այնտեղ գերեվարված հայրենակիցներ ունենք, դա էլ փորձում են մոռացության մատնել մենք չգիտեք մի քանի տարի հետո պետք է ասենց իշպար մոռանանք եւ չխոսենք Արցախի մասին, ընդ որում ասեմ պարոն Նահապետյան, չգիտեմ կհամաձայնեք թե չէ, մեծ հաշվով իրենց հաջողում է հնարավորինս օրակարգից դուրս մղել այս թեման։ Հիմա տեսեք, ես քրոնիկան էի հետևում, Դաշտավանում օգոստոսի 5-ին ԶԼՄ-ները հրապարակում են տարածել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկրտոկի ընթացքում հնչել են նաև կրակոցներ եւ կամ վիրավորներ։ Ընդհանրապես քրոնիկան եմ էլի վերջին օրերի ներկայացնում։ Հետևում են գնում ենք Շամշյանի էջ, կամրջի տակ հայտնեց կրտուկ ուրեմն սրա մասին լուսաբանում եք եւ ան կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին, հայտնում է Շամշան.com-ը։ Եվ այսպես շարունակ օրու մեջ ամեն օր լսում ենք կրակահերթեր, այսինքն երբ որ երկրի ղեկին նստած մարդիկ իրենց գործով չեն զբաղվում, միայն մեծաբերան ճորթած լկտիաբար ինչ-որ բաներ են խոսում, զբաղված են միայն դրանով, իհարկե երկիրը հայտնվում է նաև սրա մեջ։ Ավելին, ասենք մեկ այլ վերջին 3 տարվա ընթացքում, օրինակ, ուսուցիչների թիվը նվազել է 248 հոգով միայն Տավուշի մարզում։ Պարես բուն իմաստով սպիտակ ցեղասպանություն է տեղի ունենում հայ ժողովրդի հետ, դատարկվում են հատկապես սահմանամերձ գյուղերը, գիտեք, որ ծրագիր կար առհասարակ ամեն ինչ փորձ է արվում, որ սահմանամերձ գյուղերում դպրոցները բացվեն, դպրոցները աշխատեն, որովհետև դպրոցները շատ կարևոր են, որպեսզի այդ գյուղերը մնան եւ շնչեն։ Իզուր չէր պատահական չէր սովետական միության տարիներին եւ հետո մեր նորանկախ հանրապետության մեջ ծրագրերը հատկապես ուղղված էր սահմանամերձ գյուղերին, ինչի համար, որ այդ սահմանամերձ գյուղերը չդատարկվեն։ Հիմա մենք դուք տեսեք ինչ է տեղի ունենում, որ մեծ բան այսպես խոսում եմ, տեսեք թե ինչ է տեղի ունենում, բայց դրան զուգահեռ ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, ճակատային երկու ուղղությամբ հարձակումներ, հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումները շարունակվում է, վեհապար հոր դեմ հարձակումները շարունակվում են, մենք 2 օր առաջ հետևում էինք, թե ինչպես վեհապար եւ սրբազանները գնացին դատարան, հիմա մանրամասն պարոն Նահապետյանը դրա մասին խոսի, եւ նաեւ զուգահեռ ինչպես որ Նիկոլը 18 թվականից եկավ հրապարակ եւ ինքը իրեն հռչակեց, որ եթե ինքը չի լինի կամ ինքը կամ ոչ մեկ եւ այդ լոզունգով շարունակում էր նվաստացնել եւ ստորացնել
իր ճանապարհին հանդիպող բոլորին եւ շատերին էր նաեւ մահվան հասցնել, ինչպես գեներալ Մանվել Գրիգորյանին։ Հիմա նույն գործունեությունը շարունակվում է, ուղղակի այստեղ մի անհասկանալի բան կա։ Դուք տեսաք, որ հիմա թիրախում շատ կոնկրետ Գագիկ Ծառուկյանն է, բայց ոչ մեկ չպիտի հանգիստ լինի, որտեղ սա հաստատ շարունակական է լինելու, շատ կոնկրետ Գագիկ Ծառուկյանը եւ հիմա արդեն Գագիկ Ծառուկյանի մեծ ընտանիքն է թիրախավորված։ Ճիշտն ասած, ես երկար մտածում էի ինչու համար հարձակվեց դստեր վրա, ինչի այս հարձակումը եղավ, որտեղ արդյոք սա կապված էր Հովիկ Աբրահամյանի հետ, թե իսկապես, բայց երբ որ քննչականի հայտարարությունը ընթերցեցինք, պարզ դարձավ, որ այս մարդը իսկապես որևէ սահման, որևէ կարմիր գիծ չկա այս մարդու համար, բացարձակ, եւ որպիսի ինքը շարունակի մնալ իշխանության, ինքը պատրաստ է ամեն ինչի, կմտնի անկողին, կմտնի ընտանիքներ, չգիտեմ, այնպիսի տեղեր, որ միշտ տաբու է դրված եղել, ընդհանրապես ցանկացած նորմալ երկրում է, նորմալ իշխանությունների, նորմալ մարդու համար այդպես է, բայց հիմա այս մարդը, ինչպես տեսնում ենք, որևէ սահմանագից, որևէ բան չկա, եւ հիմա մտել է, ինչ ասում են, Գագիկ Ծառուկյանի մեծ ընտանիք։ Ամենայն հավանականությամբ դուստրը դե նորմալ է, չէ՞, պարոն Ապետյան, ոնց եք պատկերացնում, մեկի հորը այդպես տանեն, նվաստացնեն, միայն նրա համար, որ այս մարդը ասում էր, որ եթե Թուրքիայի հետ ճանապարհները բացեր, մեր տնտեսությունը կավիրվի եւ խոսում էր, որ Արցախի թեման փակված չի, խոսում էր գերիների մասին եւ առհասարակ այն մեծ վտանգների մասին, Արցախի կորստի մասին էր խոսում Գագիկ Ծառուկյանը եւ առհասարակ այն սարսափելի վտանգի մասին, որ մեր գլխի վրա կախված է, որ երկրի գլխին կանգնած է։ Հիմա տեսեք ինչ ձեռագրով, մոտավորապես նույն ձեռագրով, ինչպես որ ձերբակալեցին բացարձակ դիմադրություն ցույց չտվող Գագիկ Ծառուկյանին, նույն ձեռագրով ձերբակալում են նաև Հովիկ Աբրահամյանի որդուն, Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսնուն, նորից եմ ասում, թե այստեղ շատ կարևոր է հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանի դստեր ընտանիքն է եւ հնարավորինս պղտորեր ապականել, հեղինակազրկել, վարկաբեկել, փորձել այս մարդկանց հասցեին ինչ-ինչ բաներ տարածել եւ նաեւ այս տեսարանը տարածել, տեսել եք երևի պարոն Նահապետյան, ինչի է փորձում այս մարդը հասնել եւ ինչի է փորձում ձգտել այս մարդը, այս տեսարանները չէ, հանի, թող սա չմնա, այս տեսարանները տարածելով ինչ է փորձում հասնել, խնդրեմ։ Նախ դրոշի հետ կապված ես ասեմ, փաստացի ասում եմ, որ Արցախից դուրս եկած մեր քույրերի, եղբայրների վերադարձի եւ Ադրբեջանից դուրս եկած հայերի վերադարձի խոսույթի չլինի։ Այստեղ դրոշի մասին չի, ընդհանրապես խոսույթի, խոսակցականի մասին թեմա պիտի չլինի, ինչու որտեվ Ադրբեջանից կապ նման պահանջ։ Եվ էական չէ, այդ պահանջը ուղղակի ասվել, թե ենթատեքստով է ասել։ Փաշինյանը այդ պահանջը կյանքի է կոչում։ Խորհրդանիշները դրոշ չլինի, խոսույթ չլինի, թեմա չլինի, Արցախ բառը չլինի, այդ թեման փակված է, որտեվ դա իր համար կարող է իշխանություն արժանալ։ Սա ընդունենք ի գիտություն, Արցախից դուրս եկած մեր քույրերի ու եղբայրների համար սա ի գիտություն։ Նրանք ովքեր որ հույս են փայփայում, մտածում են եւ այլն, իրենք հասկանան, որ օրվա իշխանությունների ձեռամբ այդ թեման փակված է։ Ամեն Աստծոր առավելս Կիրակի օրը շաբաթ երեկոյան ժամը 6-ին, երբ օրը իրականում եկեղեցականով սկսում է, թող հայերը եւ առաջին հերթին Արցախից դուրս եկած մեր քույրեր ու եղբայրները մեկ-մեկու ողջունելուց միշտ ասեն հաջորդ հանդիպումը Արցախում, հաջորդ հանդիպումը Արցախում։ Ցանկացած հայ, ցանկացած պետում աշխարհի գտնվող հայ պիտի դա ասի։ Ես որ առևտուր եմ անում, հիմնականում գնում եմ այնտեղ, որտեղ Արցախից դուրս եկածներն են եւ առևտրից հետո ստեսություն ասելու փոխարեն ասում եմ, արդեն ինձ դեմքով են ճանաչում այդ խոսույթներ եւ ասում եմ, պարոն Ապետյան, մեր մոտ արդեն դա ընտանիքում եւ մեր միջավայրում խոսույթ է դառնում։ Հիշեք, ամեն Աստծոր այդ հիշել, որտեւ միտքը, որը վերածվում է սրտի ցանկությունը, որը դառնում է միտք, միտքը, որը դառնում է խոսք, խոսքը դառնում է գործ։ Ճանապարհը սա է։ Եթե ձեր սրտի մեջ, մեր սրտի մեջ կա ցանկություն վերադարձի, եւ դա դառնում է միտք, թե ինչպես պիտի վերադառնալ, եւ դրա մասին
քաջություն ունենում ենք նաև հրապարակային ասել, այդ թվում նաև օրենսդիր մարմնում, ես զարմանում եմ, ասենք, հիմա եթե օրենքով ենթադրենք արգելել են, որ ընդդիմադիր падգամավորների սեղաներին դրվի դրոշ։ Օրինակ իրանք կարող են բանը վերնաշապիկ հագնել, շոքել եղանակը Արցախի դրոշով։ Գնան ու նստեն համատարած։ Կեցված կա, լուրջ եմ ասում։ Եթե իրենք չեն գիտակցում, տխուր է, որ իրանք հայտնվել են այդտեղ չգիտակցելու։ Եթե գիտակցում են չեն անում, ուրեմն ի՞նչ է, կամ վախենում են, կամ ինչ-որ բաներ կա իրանց վրա։ Հետո այս դրոշը անդադ հիշեցնում է, չէ, 5000 զոհերի մասին։ Ես ոնց եմ ասում, հիմա օրինակ մեկը հայրենիքի մասին, պատանդարված գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների մասին, որ այսօր պիտի դառնա օրակարգ բնակարան։ Եվ դրա թիրախը Նիկոլն ու իր վարչակազմն է։ Օրինակ ասում եմ, հորդորում եմ ընդդիմադիր բոլոր падգամավորներին, անկախ սեռից հագնեն վերնաշապիկներ Արցախի բանով, դրոշի գույներով, ինչ որ մի մաս, ու գնան նստեն, օրենսդիր մարմին էս ամառա աշտան սկիզբա թող տենց անեն։ Թող տենց է, եթե լավ ենթադրենք, ասում են իրավունք չկա, օրենսդիր մարմին, պետական հաստատություն եւ այլն չեն կարող, ենթադրենք, ինչ որ հիմնավորումներ կա։ Հո չեն կարող ասել, ինչու քո շորի գույնի մեջ Արցախի դրոշի երանգ դերն կա։ Չէ, հետո հարցը ինչի հիմա այնպես չստացվի էլի, որ իրատեսական չի, չէ, այս փուլում Արցախը վերադարձնելը կամ Արցախ վերադառնալը, բայց ակնհայտ է, չէ, որ սա հիշեցնում է մեր գերեվարված հայրենակիցների մասին, որ այսօր Բաքվի բանտում շարունակում են գտնվել եւ նրա մասին այս իշխանությունը բացարձակ չի մտածում, միջազգային հարթակներ մեծ հարցերը չի բարձրացում եւ այս հարցը օրակարգ չի բերվում, ել չեմ ասում, որ Թրամփի այդ հանդիպման բան բացարձակ չի եղել։ Պարզ է, չէ, որ այս դրոշը հիշեցնում է 5000 կամ ավելի զոհերի մասին, ճիշտ է։ Այս դրոշը հիշեցնում է նաև Հայաստանի Հանրապետությունից օկուպացված այդ տարածքների մասին, չէ, որ տարածքներ են տվել, չկա դրա մասին։ Ու այսպես շարունակ շատ բան է, չէ, հիշեցնում։ Հիշեցնում է, որ այսօր Արցախում ոչնչացնում են պատմամշակութային բոլոր հուշարձանները, ճիշտ է։ Բայց որ մեծ ազգայեք, այո, Աստծո տները մեծ խոսում է, այնտեղ նստած ազգային ժողովում, ինչ որ դասեր են տալիս, չգիտեմ ինչ են, սա պիտի լինի, որ անընդհատ հիշեցնի, դուք սրա պատասխանատուն եք, դուք եք հայտարարել, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, դուք եք եղել Արցախի անվտանգության, չէ, երաշխավորը ի պաշտոն է, ձեր քո որդին է, չէ, գնացել Արցախ ծառայել, եթե դու 19 թվականից ասում ես, դեռ 19 թվականից պիտի այս քարտեզը չլիներ, ինչ ասեցին իրանք ազգային ժողովում, ասում ազգային ժողովում այս քարտեզը որ կա, Հայաստանի Արցախի քարտեզը չկա, դեռ 10, այսինքն 19 թվականից որ դու քո որդուն ուղարկում էիր, որ Արցախը չկար, ուր էիք ուղարկում, հա? Որ դուք Արցախի անվտանգության երաշխավոր չեք, դու ինչ էիր անում այդտեղ? Որ Արցախին պատերազմ հայտարարեցին, բա դուք ինչ գործ ունեիք այդտեղ? Կամ դու ով էիր, որ դու գնում ասում էիր Արցախը Հայաստանը եւ մի հատ էլ լարում էիր, ավելի սրում էիր այս ամեն ինչը եւ ընդհանրապես Մինսկի խումբ, բան ամեն ինչը ավիրում էիր եւ բերում էիր այս հարթության վրա։ Դրա համար սա լինի հիշեցնի եւ նորից եմ ասում, ես տպավորություն չլինի, որ բաներով ենք էլի, իլյուզիաներով ենք ապրում եւ ասում ենք հենց վաղը այնպիսի իրավիճակի աշխարհաքաղաքական, որ վաղ արցախցիները պիտի վերադառնան, չէ, սա պիտի լինի, որ այդ մեծաբերանները, որ այնտեղից նստած, մի հատ էլ ասում են ներողություն խնդրեք, մի հատ էլ կարգի են հրավիրում, մի հատ էլ չգիտեմ ինչ են անում, սա պիտի իրենց հիշեցնի, իրենց լկտի դավաճանական ստոր անցյալը եւ ներկան, անընդհատ։ Ես կոնկրետ դիմում եմ մի մարդու, որը ընդդիմադիր падգամավորներից ամենամոտիվացվածն է, Գեգամ Մանուկյան, այս Արցախի դրոշի գույներով վերնաշապիկ ես հագնում գնում նստում ես, թող քո օրինակը մյուսների համար պարտադրանք լինի, Գեգամի եղբայրն է, չէ, գերեվարված։ Բոլորիս եղբայրներն են գերեվարված։ Ես այս պահին ասում եմ մոտիվացված առաջինը Գեգամն է։ Գեգամ Մանուկյան հագնում ես, ինչ ճանաչում ես, ես էլ քեզ։ Հագնում ես մյուսներին դաս։ Լավ դրոշները չկա։ Թեման Արցախի հետ կապված ամեն ինչ ձեր հայտարարությունները օրվա ցանկացած ձեր հայտարարության մեջ տենստած լինի գերեվարվածներ Արցախում մեր տարած հաղթանակները մեր ընկած ընկերների հիշատակը սա պիտի օրակարգային հələ մի հատ նայեք այն օրակարգը օրինակ որ մենք հորդորում ենք որ այդպեսի լինի եւ այն օրակարգը որ իշխանությունը խոսույթ է բերում եւ ընդդիմությունը այդ խայծ ուտում է ասենք էլ գող փիսոյլ քաչաշուն
հա, տարբեր խոսույթներով սկսում են իրար կպնել։ Ուժեղ Հայաստանի падգամավորներից մեկը առաջին օրվանից գնում է գերեվարվածների նկարներով այդ շապիկով, շատ ճիշտ է անում եւ այդ հարցը պիտի անընդհատ հրապարակում լինի առաջին հերթին գերիների հարցը եւ այսօր ով որ բերանը բացում է, ասում է ինչ որ խաղաղություն է մեզ սպասում, առաջին հերթին բա խաղաղություն, երբ որ սպասում է այդ մարդիկ բանել անում պատմամշակութային արժեքները հողին են հավասարեցնում, հա? Այդպիսի խաղաղություն դուք տեսել եք, Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս են եկել, թե որ եթերներ են Ադրբեջանում օրական 5 եթերա գնում, թե Հայաստանի կեսը իրանցնա կամ ամբողջ Հայաստանը իրենցն է եւ 300,000 ադրբեջանցիներին, այդ ինչ խաղաղության մասին եք խոսում։ Եվ ընդհանրապես այդ վերնաշապիկները որպես քարոզության միջոց հրաշալի կարելի է օգտագործել։ Ասենք մի մասը դրոշնա, մյուս մասը գերեվարվածն է, մի մասը դրոշնա, մյուս մասը մեր Աստծո տներն են Արցախում թողած, հիշատակներն են։ Այո։ Այդ իշխանության համար նորից եմ, սա ոչ միայն մեր հարգանքի տուրքն է, հիշատակն է, որ մենք ապրում ենք, հա, նյութապես այսօր Արցախը մեզ հետ չի, բայց մենք մեր ընկալումներով, մեր ապրումներով այդ ամեն ինչի մեջ ենք։ Այլև ինչպես ասում են, ցլին կարմիր կտոր ցույց տալն է։ Ես ասում եմ, այդ իրավիճակը դա հիշեցնում է իրանց, թե իրանք ինչ են արել։ Այո, ճիշտ է։ Այո, ճիշտ է։ Կորցրել։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա որքան ընդդիմադիր падգամավոր կա։ 28 հոգի այնտեղ, 12, հա, թե 13 հոգի մյուս տեղում։ Դե 40 հոգի, դե 40 հոգի թող նստեն։ Ես վստահ եմ, ընդդիմադիր լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը հարցազրույցներ ավերցնելու այն պանդիմադիրներից նաև ովքեր որ այդ վերնաշապիկով այդ կեցվածքով են։ Սա թեմա պիտի հանրային թիվ 1 դիսկուրսը սա է գերիների ալնելու։ թեման, որովհետև եթե կա գերիների հարցը, գերիները շարունակում են մնալ, ինչ խաղաղության մասին է խոսքը, ինչ հեռախոսության, ինչ հանդիպման, ինչի մասին է խոսքը։ Աբսուրդ է սա։ Մեր հայրենակիցները շարունակում են մնալ Բաքվի բանտում եւ շարունակվում են խոշտանգել։ Սա պիտի ամենօրյա, չգիտեմ, օրակարգային հարց լինի, որովհետեւ երբ որ այս հարցը բարձրանում է, ընդհանրապես լրացվում է խաղաղություն հարցը, որովհետեւ սուտը, բլեֆը, այդ անհեթեթությունը միանգամից այո, պայթում է, որովհետեւ սուտ բան, սուտա չէ դա։ Եթե սուտ չի, ուր են գերիները։ Բա Թրամփի հետ գնացել էր բանի հրճվանքով, չգիտեմ, ես ինչի մեջ էի ընկել։ Բա խոսեի գերիների մասին։ Բա խոսեի Ստեփանակերտում հողին հավասարացրեցին մարտաճարը, հողին։ Եվ ոչ միայն այդ։ Պատկերացնում եք Ալիևի իշխանությունը Հայաստանում հայ ժողովրդի վրա, իր այսպես կոչված ընտրյալ վարչապետի վրա։ Ասում է խոսույթ չլինի, վերադարձի մասին խոսույթ, Ալիևը պահանջ է դրել։ Սա էլ հրապարակավ ասում է Ադրբեջանից դուրս եկած եւ արցախցիների վերադարձի խոսույթ պետք չի լինել, դա վնասում է խաղաղությանը։ Թեմայի եկակ։ Տեսեք, ինչ հարթություն է տալի, փաստորեն հիմա Արցախահայությանը հավասարեցնում է, որ այստեղ ապրել գնացած, բայց իրանք չեն խոսելու դրա։ Հələ մի հատ դրանից առաջ ցեղասպանության մասին խոսի։ Բաքվի ցեղասպանության, Սումգայիթի ցեղասպանության, Կիրովաբադի ցեղասպանության, մի հատ խոսի տեսնենք, այդ ինչ մի հատ է ցեղասպանության, չի ստեղից ադրբեջանցիներին արքու փարքով տարել ճանապարհել են, իրանց տները վաճառել են։ Ես ասում իմ հայրը ոստիկանական համակարգում է աշխատել եւ բոլորին հրանգավորված է եղել, որ ուղակի ուղեկցել եւ փաթեթներով գնացեք Մասիսի շրջան, փաթեթներով, այսպես ծրարներով նամակները կա, որ ադրբեջանցիները այնտեղից շնորհակալ, գիտեք, որ շնորհակալական նամակներ են ուղարկել հետո, որտեվ իրենք հետո տեսել են, չէ՞, ինչ են արել իրենց հայրենակիցները Սումգայիթում ինչ են արել, ոնց են մոխրացրել, մասնատել, կտրատել հայրին, հայ կանանց, հայ տղամարդկանց, Բաքվում ինչ են արել։ Թե դիպտեբա, հիմա բերել է, ուրեմն պատմական Արցախը որ կա, ի Հայաստանից հատվածը չկա, պատմական Արցախում ապրող մեր հայրենակիցներին հավասարեցնում է բանի հետ, այստեղ ապրող ադրբեջանցիների հետ, ասում է, մենք չպետք է խոսանք, իրանք չէ, այդ ո՞նց է, դու որոշեցիր, այդ ո՞նց եղավ։ Դե մի դրանից առաջ գնա ցեղասպան ադրբեջանցիների մասին խոսի։ Ոնց են ցեղասպանել Բաքվում, Սումգայիթում։ Դու բարձր խոսի իր ձայնը լրացրու, իջեցրու։ Տես ինքը ոնց է խելոքանալու։ Լավ, քեզ ոնց ասենք, Նիկոլ։ Ինչ ասում է, բանի ա գնում կամ ես չգիտեմ ինչ ասենց կաշկանդված Ալիևից։ Ինչ ա եղել որ ասենց կաշկանդված Ալիևից։ Ալիևին հարցրեք ինչ արեն։ Չէ, իսկապես ինչու է կաշկանդված։ Այսինքն դու երբ որ այս հարցը 1 միլիոն հայության հարցը բարձրացնես, որ 1 միլիոն հայություն 800 քանի հազարի մասին է խոսքը, Ադրբեջանում եւ Արցախում ապրել են։ Դու այդ վերադարձի մասին որ խոսես, բերանը փակի իրա։
Կամ մենք պիտի այստեղ բարձրաձայնենք, որ ինքը գնացի իմ ժողովրդել 1 միլիոն, չէ, այս սրանով նաև օգնում ենք քեզ, Նիկոլ, դու էլ գնացա իմ ժողովրդել ասում է, դե 1 միլիոն է պիտի վերադառնա, որ դու 300,000 ադրբեջան Ալև ասում է պատերազմ եմ անելու, տարածքներդ գրավելու եմ, քեզ էլ գերի եմ տանելու։ Մենք էլ դաշնակից ունենք, թող դաշնակցի հետ նորմալ հարաբերություններ ունենա, Իրանի Իսլամական Հանրապետության հետ նորմալ հարաբերություններ ունենա եւ պաշտպանություն ստեղծի։ Բա ամբողջ օրն ասում է, բան եմ արել 8 միլիարդ ավելացրել են պարտքը, զենք եմ արել։ Ես մի վարքյան չեմ կասկածում, որ ամեն ինչ ունենք մենք։ Դուք կասկածում եք։ Այո։ Ինչու՞։ Ես չեմ կասկածում։ Ուրեմն կամ սուտ ես ասում, կամ էլ 8 միլիարդի զենքով ավելացրել ես, պաշտպանությունը շատ ուժ եղա, գրողի ծոցը թե Ալևի ինչ չի ասում։ Այդպես չի։ Բան չեմ վախենում։ Ուրեմն կամ խափում է որ զենք արել, Ուրեմն չէ, խափում։ վախենում է Ալևից։ Խափում է։ Կեցե պարգևավճարները, կեցեն պարգևավճարները։ Ինքը իր ենթակա, իր անձնական կերակրատաշտից, որը դարձել է բյուջեն ինքը դարձել է իր սեփական ընտանեկան բանը, դրամագլուխը, ոնց ուզում տնօրինում է, պարգևավճարներ է տալիս, աջ ու ձախ, այս վերջին պարգևավճարներն էլ ԱԺ նախորդ գումարման պատգամավորներին գաղտնի է, փակա։ Ես ուզում եմ բարոյական հարթությունով հասկանալ, այդ պատգամավորները, որ այդ պարգևավճարները վերցնում են, իրենք իրանց խղճի եսի հետ ինչ-որ կռիվ չեն տալիս։ Մարդը եթե համաձայնել է Նիկոլի ճանապարհ գնալ, դրա այդ հարցը արդեն տեղին չի պարունակում։ Խոսքս ընդդիմադիրների մասին է։ Իրանք էլ են ստանում։ Ես լուրջ եմ ասում։ Միլիարդ ստանում են։ Պարգևավճարներից հրաժարվել են։ Եթե ես նորի մասին է, ես ասում եմ նախորդի վերջին հրաժարվել է։ Չի վերցնել թող տաներ կարիքավորներից Արցախի դուրս եկած։ Ինչ-որ այդպիսի ծրագիր էին հենց։ Հա, հենց այդպիսի բան էին անում։ Դե շատ լավ է։ Հիմա վերադառնանք այս խոսույթին, այսինքն օրենսդիր մարմինը ես հորդորում եմ ընդդիմադիր պատգամավորներին, մի մասը այս նորերը չէ, հիները ավել կամ պակաս չափով ճանաչում են նաև ինձ։ Հորդորում եմ իրենց այդ խոսույթը, նորից եմ ասում, այն թեման, որը ես ձևակերպում եմ այսպես, էլ գող պիսո, էլ քաչալ շուն։ Իրար մի կպեք։ Ում կինը ինչ է ստացել, այդ Նիկոլի օրակարգն է, այդ խայծը դուք վերցնում եք, ուտում եք։ Մի վիրավորական բառ մեկն ասում, հետո պատասխան Ճիշտ եք ասում, թողնեն, բայց պարոն Ապետյան, թող բացահայտեն։ Բա եթե դու խափում ես այս ժողովրդին, ասում ես ես վերցնում եմ այս ինչ բանը, որ պետականացնեմ, ընկեր ջան։ Մեկ էլ լսում ենք, որ Նիկոլը իր ՔՊԱ-ականներին տեղավորում է $15,000 աշխատավարձ, $20,000, բանիկը կինը 10,000, այս որտեղ եք դուք ապրում։ Թող մի հատ ընդդիմությունը ուսումնասիրի, այո, ուսումնասիրի, ընտանիքի անդամների։ Ընտանիքի օրինակ պատգամավոր կառավարության անդամներ, խաղ պայմանագրի վարչություն, ուսումնասիրի, յուրաքանչյուրի, սա լուրջ գործ է, ընտանիքը ինչ ակտիվներ ունի, որտեղ են աշխատում, ինչքան գումար են ստանում, այլ երկրի քաղաքացիություն ունեն, թե չէ, երեխաները որտեղ են սովորում, այլ երկրներում անշարժ ու շարժական գույք ունեն, թե չէ, ակտիվներ ունեն, թե չէ, այս սա ուսումնասիրի, որ երբ որ ես ասում եմ, որ այդ մարդիկ արտաքին կառավարման ներքո են, արտաքին կառավարումը կենաց չի Խիստ առարկայական է, այդ թվում նաև իրենց քաղաքացիության պահով, իրենց ունեցվածքի դրսի պահով, ընդեղ կրթություն ստանալու, ընդեղ հավաքագրվելու, Հայաստանում մարդկանց աշխատածը խլելու, պետական դարձնելու իբր պետական, հետո հայ փոստի, սակագները բարձրացնելու, որ հսկայական գումարներ ղեկավարները ստանան, որ իրենց լավ զգան։ Ես ասում եմ ցանկացած նոր իշխանություն մինչև վերջին կոպեկը պարգևավճարներ քամելու է, ով որ ստացել է, բերելու են մուծվեն բյուջե։ Պարգևավճարի իմաստը ո՞րն է։ Դու քո 8 ժամը աշխատում ես, որի համար աշխատանքի վարձ ես ստանում, կոչվում է աշխատավարձ։ Պարգևավճարը, երբ որ քո աշխատանքի արդյունքում քո հիմնարկը լրացիչ օգուտներ ստացել կամ դու գործից հետո մնացել ես 2 ժամ, 3 ժամ, 4 ժամ լրացիչ աշխատել ես արտաքին։ Պարոն Ապետյան, ինքը խլում է։ Այսինքն բյուջեն ձեռքից խլում է, այդտեղ տեղավորում է ՔՊԱ-ականներին եւ նշանակում են պետության հաշվին 10,000, 20,000, չգիտեմ, $30,000 աշխատավարձ, բայց ինքը կերակրում է այս տեսարաններով ժողովրդին։ Հիմա ժողովուրդ, դուք ձեզ ինքներդ հարց տվեք, ասեն գնաց մեկից խլեց։
Մեկից վերցրես, դրա հաջորդ քայլը ի՞նչ է լինում։ Դրա հաջորդ քայլը լինում է, որ այդպիսի աշխատավարձեր է տալիս, բարձր աշխատավարձեր տանում, տեղավորում է իրաց։ Ինչ որ մեկի դրանից ինչ որ բան հասնում է, թե չէ։ Իմիջիայլոց դուք նաև այսպես մեր խոսքի մեջ ակամայից մի հատ բան էլ ձևակերպեցիք, պարոն Նահապետյան, որ այսօր հենց մեր խորհրդարանական ընդդիմությունը, որ 300,000 ադրբեջանցիների մասին խոսում է, չէ, պահանջեն, պարտադրեն, ստիպեն, խոսույթ բերեն նախ գերիների թեման եւ հետո 1 միլիոն հայության վերադարձը Ադրբեջան։ Ու ցեղասպանության թեման Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ եւ Արցախում իրականացա ամբողջ օրը թող խոսեն։ Եվ Նիկոլն էլ գնաց ստիպված ասի Ալիևին, ասի, որ ես ինչ անեմ, ասենք իմ ժողովուրդը սա պահանջում է։ Եվ մյուս հարց, արդեն գալիս է պարոն Նահապետյանի ասածը այստեղից, այդ որ փաստորեն մենք 8 միլիարդ, 10 միլիարդ պարտքա բերե զենք չունենք, արդեն գալիս է մյուս հատվածը, չէ՞։ Թող այս հարցերը խորհրդարանում բարձրացնեն։ Մի հատ հասկանանք։ Այն որ ասում էր 60 հոգի փողոցից բռնեմ, տանեմ զենքը ցույց տա, բիրկեկն էլ վրան խփացա։ Բարև ձեզ։ Պարզվում է զենք առնում ենք, ոնց որ խանութից գնաս, ասենք, կոնֆետ առնես երեխեքի համար, վրան գինը խփացա։ Սանք է զենք որ առնում են, վրան խփացա։ Արժի այսքան։ Մենք պիտի ճշտենք 8 միլիարդ ինքնասել պարտքը զենք եմ առել։ Հարգելի ընդդիմադիրներ, օրը 24 ժամով, ասեք ուր այդ 8 միլիարդի զենքը։ Եթե այդ զենքը կա, այդ ամեն ինչը կա, ինչ ես վախենում Ալիևից։ Հա։ Ինչի՞ չես ասում, որ 1 միլիոն հայ վերադառնալու է, ինչի՞ չես ասում դու ցեղասպանություն ես իրականացրել եւ 90-ականներին եք ցեղասպանություն իրականացրել եւ 20, 21, 22 թվին ցեղասպանություն եք իրականացրել, 23 թվին ցեղասպանություն եք իրականացրել Արցախում։ Էթնիկ զտումներ, Նախիջևանի մասին չի ասվում, էթնիկ զտումներ, մի գյուղ էր Նախիջևանի մնացել։ համար կյանքի ճամփա է բացում։ 88 թվին մի զնաբերդ էր մնացել։ Վերացում Ադրբեջանին։ Ինչի մասին է խոսքը։ Այսօր ընդդիմադիրները ագին գործ ունեն անելու։ Ես նորից եմ ասում, հա, ասենք մի թեման կոնկրետ սրանց ընտանիքի իրանց եւ ընտանիքի անդամների ունեցվածք են որ ասում էր եթե համակարգային կոռուպցիա լինի ինձ սկզբից կախաղան հանեք հետո պատերի տակ գնդակը հարեք չգիտեմ այս ինչը կտրտեք այն ինչը կտրտեք իմ մարմից չգիտեմ ինչ ասում են եթե համակարգային հիմա այդ կոռուպցիան պոզով պոչոչի իր ամբողջ շրջապատը կոռուպցիայի տակ է թող ընդդիմադիրները բացահայտեն սա մի ուղղություն երկրորդ ուղղությունը Արցախի հետ կապված Ալևը ՄԱԿ-ի ամբիոնից է ասել 1 միլիոն մարդու վերադարձ 300,000 չասել 1 միլիոն 1 միլիոն հայ է վերադառնալու Ադրբեջան եւ Արցախ թող ընդդիմադիրները օրակարգ դնեն այո հայերի վերադարձի Մոռացել եք Գարի Գասպարովին ոնց փրկեցին հատուկ ուղաթիռ ուղարկեցին որ փրկեն որտեղ Գարի Գասպարովը ինչից էին փրկում փողոցներում մասնատում էին հայերին Բաքվի փողոցներում ինչ էին անում հայերի հետ Սումգայիթում ցեսաղես լրիվ մոռացան հիմա մի հատ էլ իրանք են խոսում Դրա համար կամ բացահայտեք զենք գնելա մենք զենք ունենք չի վախենում կամ սրա մասին խոսեք թող ստիպեք թող ինքը գնա Ալիևին ասի բերանդ փակի լրիչ խոսես ու այլ հարցնել բանան որ հիմա ասում են մենք 19 թվից պիտի Արցախի այս բանը չլներ քարտեզի վրա պիտի Արցախը չլներ բա դու եկել ես ասում ես Արցախց է մենք ձեզ սիրում ենք հիշում եք որ բղավում էր բանից այն միտինգների ժամանակ Արցախ մենք ձեզ արցախցիներ սիրում ենք գնաց Արցախել բաներ անում ճառում էր Արցախը Հայաստան է Այսքան ընդդիմադիրները հսկական գործ ունեն անելու եւ բարիներն են կոնկրետ գործերով զբաղվում գյուղերը դատարկվում է 230 դպրոց է փակվում 230 դպրոց մանկավարժ փողոց դուրս է մնացել դպրոցներ է փակվում գյուղերը դատարկվում է մեր համախոհներից մեկն էլ այսօր էր մի հատ նյութ դրել գյուղերից մեկի ասում է երկու ընտանիք է այդ Մարալիկի կողմերը երկու ընտանիք է մնացել Բա դատարկվելը դա կոչվում է սպիտակ ցեղասպանություն Սպիտակ ադրբեջանցիների գալը ոնց ապահովեն երբ որ այդ բնակարանում հայ չկա հանգիստ կգան կապրեն Դպրոցներ այսինքն մի հատ դպրոց վերանորոգումը 40 հատ փակում են ու դպրոցա վերանորոգում Հիմա ես ասեմ ձեզ սա եւս կարեւոր է այսինքն դեմոգրաֆիական վիճակը իրականում բավականին լուրջ է Եվ ըստ այդմ հարգելի ընդդիմադիր падգամավորներ, սա կոնկրետ գործ է։ Սա երկրի անվտանգության հետ կապված է, երբ որ գյուղերը դատարկվում են, երբ որ բնակիչները դուրս են գալիս, ուրեմն դպրոցները դուրս են ուրիշ դուրս դնելը ուրիշ հետաքի ձև է։ Սովորաբար գյուղը հիմնվում է ոչ թե մնացող տարեցների, այլ երիտասարդ ընտանիքների վրա, որտեղ կա ծնունդ, որտեղ կա մանկապարտեզ, կա դպրոց, կա աշխատանք։ Հիմա նայեք ինչ ձև են գտել։ Ուրեմն ոստիկանական համակարգի մեջ աննախադեպ բան է եղել, բոլոր նախագահների ժամանակ նման բան չի եղել։ Բավականաչափ այդպես ուրճացված գումարներ են տալիս ոստիկաններին շարքայինից սկսած։
եւ գալիս են որտեղից շրջաններից։ Եվ գիտեք ոնց, հոյդ մարդիկ չեն գա ուրեմն բանում ապրեն, վարձով ապրեն։ Ստանում են մի հատ կլորի գումար, ասենք մի 300-350 հազարը, դա նորմալ գումար է իդեպ Հայաստանի պայմանների համար։ Կինն էլ միտեղ կարող է աշխատի, 2 երեխա ունեն, բայց հո վարձով չեն ապրի եւ ինչ խելացի բան են մտածել։ Համատարած ուրեմն բազմաբնակարան շենքեր են, չէ՞։ Կառուցվում են։ Հիպոթեքը նորմալ է, չէ՞։ Ուրեմն այդ ինչ է արվում։ Ուրեմն գյուղից, շրջաններից երիտասարդությանը ոնց հանեն բերեն քաղաքներ, քաղաք կոնկրետ Երևան, առաջին։ Ոնց դատարկել, խնդիրը ստրատեգիական գյուղը դատարկելն է։ Երիտասարդը գալիս է, ոստիկան է։ Ես չեմ ուզում վիրավորել օրենքի պահապաններին, բայց այն ինչ որ ես եմ տեսնում, այն փողոցներում ամեն քայլա փոխին ամեն ծագում կանգնած են։ Ուրեմն գալիս են այստեղ, վարձով չեն ապրում, այդ գումարը վարձի չեն տա, բայց փոխային հիպոթեկով կարող են տուն գրվել, ասենք 20 տարով, 20 տարի ոստիկանը եւ իր ծառայությանն է կապվում, բարձր աշխատավարձով, եւ այն տանը, որը հիպոթեկով առնում է, կինը շատ գոհ է, ամուսինը տուն, Երևանում գյուղի եսի որ խուլ գյուղից եկել են Երևանում տուն ունեն, բարձր աշխատավարձ ունեն, որ ծեծեսել չեն գնա գյուղ, այ գյուղերը ոնց են դատարկում, ձերք հետել այդ շինարարությունը ով է տալիս տեղերը Միգուցե առանց ատկատի, եթե իրանցնա։ Ավինյան Տիկոն, ով է շինարարություն անում իրանց հետ փոխկապակցած ընկերությունները։ Օրինակ եմ ասում, այսինքն պարզ, բայց բուն նպատակը մի արտադրողի, մի շինարարի, ես բոլորը դրան գովելի են, որտեղ աշխատատեղ ես ապահովում, այո, գովելի են, շնորհակալություն տիատնել, բայց խնդիրը դա չի, խնդիրը նա է, որ գյուղը ոնց դատարկես։ Երիտասարդ ընտանիքին, տղամարդուն, երիտասարդին ոնց գյուղից հանես, հանելու ձև է։ Երկրորդ ձևը նորից եմ ասում, մանկապարտեզ դպրոցը փակել է, բայց երիտասարդ ընտանիքը երեխեքին որտեղ տանի մանկապարտեզ դպրոց։ Փոխարակ շրջկենտրոնից կամ համայնքային կենտրոնից ավտոբուսները ուսուցիչներին բերեն այդ դպրոցում իրենց դասաժամերը անեն, հետո տանեն երեկոյան։ Ասում են չէ, երեխեքը պետք է գնան համայնքային կենտրոն։ Երեխեն որ գնաց համայնքային կենտրոն, դա ծնողը կմնա գյուղում։ Հիմա սա ինչի համար անում, այդ 300,000 որ ասում ենք, այսինքն նրանց բերելու համար նա չի գալու է հային տնից հանի, որ կոնֆլիկտ լինի։ Նա գալու է այս դատարկ համատարած Պետք է այդ ժամանակ էլ կանի։ Չէ, հիմա սկզբից չի հանի, ավելի դյուրին կա, Անժելա, ավելի դյուրին ճանապարհ կա։ Գալիս է այն տարածքները, որտեղ հայ չկա։ Հիմա ինքն էլ ինչ է հիմնավորելու, ասելու է իրար հետ ապրել են, շուտով մենք էլ կգնանք, դե առաջին քայլը իրանց է, բայց ու չեն եկել ձեր տները մտել, եկել են Հայաստանի քաղաքացի կդառնան, ու չեն ասում այդ տարածքը մերն է Ադրբեջան, Հայաստանի քաղաքացի կդառնան, գումար կներդնեն, տուն կկառուցեն, կամ եղածքի սավերակները կվերանորոգեն, Հայաստանը կհարստացնեն, Ադրբեջանի հետ առևտուր հիմնավորումներն եմ ես ասում, նվաճումները նաև այսպես արվում։ Իդեպ ասեմ աննախադեպ քայլա տեղի ունեցել մի օրեր առաջ, երբ Մարոկոից գաղթականները առանց զենքի տարածք են գրավել, sense բան չի եղել։ Այսինքն ոնց կարելի է պետության տարածքը գրավել։ Այդ քաղաքը հանդիսանում է Իսպանիայի էքսկլավ։ Այո։ Այդ տարածքում, այդ քաղաքում Սուետա, թե Սուետ մոտ 85,000 մարդ ապրում, 60-70,000 փախստական, բայց դրանք միայն Մարոկոից չեն եղել։ Ջլապին 18-ից 25-30 տարեկան, բոլորը հեռախոսներով պատրաստված կապ, սա հիմա ասեմ ձեզ, այստեղ 3-4 բան կա, շերտ կա։ Ուրեմն գալիս են, լցվում են այդ քաղաք, ոստիկանությունը կրակելու հրաման չի տալիս, ոնց կրակես փախստական են։ Իսպանիան Շենգենի գոտի է իդեպ, այսինքն այդ տարածքով, այդ քաղաքով Իսպանիայով կարող են իջնել մնացած տեղերը Եվրոպան փակում է, որտեղ այդ միգրանտները, որոնք գալիս են հիմնականում ահմեդական կրոնի հետևորդներ, գետոներով են ապրում, այսինքն չեն ձուլվում, ունենում են շատ երեխաներ, մեկ սերունդ հետո ժողովրդագրական վիճակ է փոխվում։ Հիմա ես այս օրինակ ինչու եմ բերում, թե ինչպես կարելի է առանց զենքի, ոտքով, Ալևին չէր ասում, ասում էր Հայաստան հո տանկով չեն գա, մեքենաներով են գալու։ Իդեպ տեղ, որ եթե ցամաքային ճանապարհ լիներ Իսպանիայի այդ քաղաքը, կգային մեքենայով, եկել են նավակներով, լողալով, քայլելով չեն եկել։ Հիմա եթե ադրբեջանցիները օրինակ Հայաստան մի քանի ուղղությամբ
կամավոր մարդիկ ընտանիքներով, երեխեք հետ բռնած, ծնողներով, բերով, բարձով մի հատ էլ ասենք սելի վրա դրած իրանց ունեցվածքը։ Կան Հայաստան։ Օրինակ ինձ հետաքրքիր, ասենք մի 4 ուղղությամբ մի 15-20 հազար։ Հատկապես Նիկոլին ընտրողները էլի ինչ են անելու։ Չէ, ինձ հետաքրքիր, օրինակ, ասենք գալիս են Տավուշի կողմերից։ Այնտեղ, այո, բնակավայրերում մեր Հայաստանի ապրել են։ Գալիս են Վարդենիսի կողմերից, որ միջև հիմա իրանք Բասանգեչար են ասում։ Գալիս են ուրեմն Սյունիքի կողմերից, գալիս են Նախիջևանի կողմերից, Վայքի Եղեգնաձորի։ Օրինակ ինչ են անելու։ Ասենք միաժամանակ մի 100,000 մարդ ամեն ուղղության վրա մի 10-15 հազար մարդ։ Ընդ որում այդ մարդիկ ես կարող եմ ենթադրել, որ որտեղից կարող է լինել։ Օրինակ բանտերից Արական եւ Իքական սեռի դատապարտվածները իրենց ընտանիքներով։ Ով աստուգել որ դրանք այդտեղ ապրել են, թե չեն ապրել։ Մենք այդ 10 միլիարդի զենքը չենք առել, Նիկոլը չի առել։ 8 մի կլորացրեք, հա, 8 Նիկոլ 8 էր ասում։ 8 միլիարդի զենք, հա։ Հիմա, չէ, բայց չես կրակելու դու փախստականի նկատմամբ միջազգային կոնվենցիաներ կա, իրանք չունես կրակելու։ Մարդիկ գալիս են, հո չեն ասում գալիս ենք Հայաստանից տարածտանենք։ Ասում են գալիս ենք այն տները, որ դուք ապրել եք, մենք ավերել եք, գալիս ենք դառնանք Հայաստանի քաղաքացի։ Բերել ենք ներդրում անենք, այս գյուղերը շենացնենք, իրար հետ աղբերություն անենք։ Օրինակ Նիկոլ այս բանն է բացատրելու։ Հայաստանի քաղաքացին ոնց է դրա դեմ առնելու, օրինակ ինձ հետաքրքիր է։ Ընդ որում վերադարձողների քանակը նորից եմ ասում։ Ասում եմ նաև ընդդիմադիր գործիչներին։ Ալիևի ելույթը ՄԱԿ ամբիոնից անցյալ տարի բացեք նայեք 1 միլիոն թիվն է ասում, 1 միլիոն 300,000-ի մասին խոսք չկա, այդ 300,000 մինչ էր։ Իսկ մեր ռեալ 1 միլիոն հայություն ապրել է այնտեղ, այդ մասին օրակարգում այդ թեման բացարձակ չկա։ Դրա համար երբ որ ասում են Արցախի մասին խոսել, նորից եմ ասում, չմտածել են, ասել բացարձակ իրատեսական չի, դուք իջ ոչ։ Այնտեղ բազմաթիվ հիմնարար խորքային հարցեր կա ու խնդիրներ կա, որ ուղիղ կապ ունի դրա հետ։ Հիմա գանք, հա, իմիջիայլոց ազգային ժողովում որ հետևում ենք, տեսեք հիմա նոր նախագահ են ազգային ժողովի ընտրել։ Սենց մեծամիտ, ամբարտավան, տես դասեր են տալիս, օրենքներ ա դնում այնտեղ։ Նախ ինքը իր տանը ՀՀՇ-ական պապայա չէ, հայրա չէ ունեցել։ Ռուբինյանի որդին է, չէ ինքը։ Իմիջիայլոց ՀՀՇ-ականները ես հիշում եմ, որ կան որ ասում էին մենք տենց անձնապես էլ ճանաչում մենք հավերժ ենք, իրանք տենց ամբարտավան էին, չէ՞, նաև sense մեծամիտ բաներ ունեին, որ իրենք հավերժ մնալու էին կամ որ ոնց էլ էր մեկը ընտրությունները ինչքան ձայն է ստալակ հիշում եք, չէ՞, պարոն Արպետյան։ Մեկը իրանք մնալու էին իշխանության այդ Վանո Սիրադեղյաններ, մյուսներ, բոլորը տենց բան, Արա Սահակյաններ, Ռուբինյաններ, տենց բաների մեջ էին, էլի տենց կեցվածք ունեին, մեծամիտ բան սեն, բայց ոնց որ տեսանք հավերժ չէին, չէ՞ իրանք։ Իրանք շատ սիրուն ճանապարհ դրեցին, մարդասպան Վանո Սիրադեղյանն էլ փախավ գնաց, մարդասպանների իմաստով, որ մարդասպանների բանդա ուներ։ Բայց տեսեք, իրենք էլ հավերժ չէին, գնացին, ես հատուկ Ռուբինյանի համար եմ ասում, էլի, իդեպ դուք անգամ շատ ամոթ է որ ձեզ համեմատենք իրենց հետ, որտեվ այդ սերունդը ՀՀՇ-ն իշխանության լավ, իրենք ազատագրող են եղել, իրենք հաղթող են եղել։ Իրեն ժամանակ մենք ունեցել ենք ազատագրված երկիր, հետո ոնց է եղել, ինչ է դա ուրիշ հարց է, բայց իրեն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ՀՀՇ-ի ժամանակ, այսինքն ձեզ անհարմար է անգամ քո հայրիկի սերնդի հետ համեմատելը այս իմաստով։ Բայց այն մնացած առումներով, մեծամիտ, sense ամբարտավան ինչ որ բաներ կա էս, ու իրենք տեսակ հավերժ են։ Հիմա ձեզ ինչի՞ է թվում, որ դուք տենց հավերժ պետք է մնաք այս իշխանության ու դուք եք այդ օրենքներ ասողը, դուք եք ասողը, մի հատ էլ լենց բանի մեջ են։ Ուրեմն մի հատ էս երկիրը 5000 զոհ տակ, երկրի մեծ մասը տակ։ Ձեր ղեկավարը որ գալիս է մի հատ ասի կսատկացնեմ, կծեփեմ, կասի հոգիս փառավորվեց, ոստիկանների վրա գնացեք հարցակեք, հիշում եք մարտի 1-ին, գնացեք, չգիտեմ, էս արեք, բանը զոհվածների ծնողների փողոցներում քարշ տակ, ազգային ժողովի նախկին նախագահն ասի, այդ գերիներն են մեղավոր, էլ չգիտեմ, վերջ չունի ձեր հանցագործությունների, ձեր մեղքերի, ձեր սխալների, ուրեմն փոխանակ իրանք ներողություն խնդրեն։ Մի հատ էլ Էդգար Ղազարյանին են ասում ներողություն խնդրի։ Ուժեղ Հայաստանն էլ բանի մեջ է, էլի, սենց բացարձակ պահանջեք այդ իրանց ուժն է, միջև իրանց կյանքի վերջ իրանք պիտի ներողություն խնդրեն իրանց արածների համար։ Իսկ Էդգար Ղազարյանը արձանագրել է այն, որ ինչա տեղի ունեցել, արձանագրել է այն, որ մեր երկրից նոր տարածքներ են տալիս թշնամուն։ Եղել է այդպես, տվել են նորից տարածքներ, տվել են այդ տարածքները։ Ով է մեղավոր եղել, որ այդ տարածքները տվել են։ Բա ով է պատասխան տալու այդ ջերմուկի բարձունքի վրա մասնատած
հա, կանանց համար, ով է պատասխան տալու սովամահ եղած Արցախի երեխաների համար, քանի անգամ էս Ռուբինյան ներողություն խնդրել, հիմա էլ հերթով եկել է, դե ներողություն խնդրեք, չգիտեմ ինչ եք ասել։ Էս իդեպի լրիվ այդ վիճակն է, էլի։ Մի հատ էլ ուժեղ Հայաստանը փորձում է, մի հատ գնացեք իրանց արած բոլոր հանցանքներն ու սխալներն ու մեղքերը դրեք, հրապարակեք ու ամեն օր խոսեք դրա մասին, ոչ թե պահանջեք, որ մի հատ էլ բան անի, էլի, նեղսրտեն, թե Էդղար Ղազարյանն ինչ է ասել, այն մեկը ինչ է ասել, մյուսը ինչ է ասել, չգիտեմ։ Եվ այս հարձակումը հայ առաքելական եկեղեցու վրա մենք տեսնում ենք իմիջայլոց սա 2018 թվականին էր պարզ, երբ որ Մամվել Գրիգորյանին ձերբակալեց եւ նախագահին ձերբակալեց, այն ժամանակ որ բոլորդ հարմարվում էիք, սուս փուս, չգիտեմ, ինչ ձևեր էիք ման գալիս Նիկոլի հետ հարաբերություններ կարգավորեիք, ես չգիտեմ, եթե ձեր ուղեղ մի քիչ ունենայիք, կհասկանայիք, որ այս ամեն ինչը ձեր բոլորի դուռն է թակելու։ Եվ այդպես էլ ինքը հերթով բան ամեն ինչ մարսում է, հերթով բոլոր դռները թակում է եւ հիմա արդեն հասել է վեհապար հորը։ Ինչ տեղի ունեցավ եւ դատավորի պահվածքի մասին, կուզենայի որ խոսեք եւ դատավորի հայտարարության մասին։ Ես համակարծիք չեմ են գնահատականի, որ ապրի դատավորը, որ ինքնաբացարկ տվել։ Այդ ինքնաբացարկ տվողը օրինակ եթե իշխանությունների տեսանկյունից նայ, մարտի դաշտից լքել է, թռել է, փախել է, գցել է Նիկոլին։ Նիկոլը նշանակել է այդ դատավորին, որ կոնկրետ ծառայի իրան, ինքը թռել է, Նիկոլին, այդ դատավորը թռել է, հաշվի առնելով ինչ, այդ մարդը բավականին պատրաստված անձնավորություն է, ԱՑ-ում է ծառայել, քննիչ, ճանապարհանցի, իրապահ համակարգը շատ լավ գիտի, մեկ, երկրորդ, բարոյական տեսանկյունից ինքը իր պատասխանություն չի վերցրել, այսքանով գովելի է, բայց ոչ ավելի, եթե ավելի, այսպես ճիշտ շեշտադրումներով դրական գնահատական տենք այդ դատավորը գործը պիտի վերցներ, շատ կարճ ժամանակ հետո գործը փակել, հանգամանքներ չլնելու, վեհապարին արդարացնել ու ասել դավայ գնացեք։ Դու իշխանությունը այդ դրանից հետո բողոքարկել այդ որոշումը վերադաս ացյաններում ենթադրենք։ Հա, ասենք վճռաբեկ դատարան վերաքննիչ եւ այլն։ Հիմա այդ դատավորը ընդհանրապես հայ մարդկային առումով հասկանալ է, որ այդ մարդը գոնե այդքան բարոյական բաներ ունեցել է, արգելքներ, որ ինքը իր վրա չվերցնի պատասխանատվություն։ Չէ, բայց եթե այսպիսի հայտարարություն է անում, այսպիսի բաներ է ասում, այդ մարդը ուրեմն որոշում կայացնել, որ փակեր գործը։ Ճիշտ է, բայց գնացել է, թողել է, էլի կեսը արել է, կեսը չի, այո, կեսը գնացել է։ Ու ճիշտ եք ասում, այն կողմից էլ է կեսից։ Այս կողմից էլ է կեսից, երկու կողմից, որտեղ քեզ նշանակել են, եղել ես թռել, այստեղ էլ, չես դու ըստ էության խոսքով ասում ես, վեհապար հոր դատելն ինչ է, բայց դու թողնում ես այդ, ինչ չես փակել այս գործը։ Այնպես որ ինքը երկու կողմից է կարող հարված ստանալ։ Դե չէ մենք կոռեկտ կլինենք, չենք ասի, բայց իշխանությունները հաստատ այդ Նիկոլը, քանի որ ինքը հիշաչար է իր ամբողջ էությամբ, Նիկոլը երբեք դες բաներ չի մոռանա, բայց քեզ նշանակել է որ կոնկրետ գործ անես, չհասկացա, թռնելս որն է։ Լավ, ինչևէ, բայց ես ասում եմ, ցանկացած դատավոր ինքը ով գալիս է նստում է, ինքը պետք է հաստատ հասկանա, որ իր ցանկացած որոշում Աստծո դեմ է։ Վեհապար հայրապետը հազարապատիկ ասել եմ, անգամ նորից եմ ասում, օծյալ է Աստծո ներկայությամբ, Սուրբ Հոգով, ով կարող է փոխել նման որոշում։ Մահկանացուն չի կարող փոխել։ Այն մահկանացուն, որ փոխի ոչ միայն սերնդեսերունդ անեցքի տակ անգնելու, ոչ միայն քրիստոնյա հայերի եւ քրիստոնյա աշխարհի ոչ միայն հայերի թիրախումը հայտնվելու, վստահաբար այդպես է, հա? Եվ այդ մարդիկ լավ մտածեն, որ Աստծո հետ տունտունիկ չեն խաղում։ Անհավատ մարդը կարող է իր համար միևնույն է, Աստված կա, չկա եւ այլն, հա, բայց նրանք որ քիչ թե շատ գոնե խղճի զգացում, չեմ ասում, Աստծո խոսքը գիտեն, պատվիրանները 24 ժամվա ռեժիմով փորձում են պահել եւ այլն, դա հարցի մի կողմն է։ Բայց շատերը կան, որոնք խղճով են ապրում, այն դաստիարակությունը, որ ստացել են ծնողներից, այդ պատվիրանների դաստիարակությունն է, արժեքային համակարգը, լավ ու վատի չար ու բարի ընկալումները, ինչ կարելի է, ինչ չի կարելի։ Եվ հետեւաբար, եթե այս սիրողությունների դաշտում ենք ապրում, ապա ցանկացած դատավոր ինքը պետք է հասկանա, որ ինքը թիրախում է հայտնվելու։ Եվ հետո թե ինչ կլինի, Աստված գիտի, ինչ իմանաս, ինչ կլինի։ Անքնելի են Տիրոջը, անմեկնելի են, չես կարող քննել, մեկնաբանել Տիրոջ որոշումները։
Հետո երբ որ լինում է նոր հետո ենք, չէ՞ գնահատում, այ ինչու էսպես եղավ, փորձում ենք պատճառ հետևանքային կապը հասկանալ։ Ու այդ օրը, որ ինքը այդպես արշավ է կազմակերպում հայ առաքելական եկեղեցու դեմ, վեհապար հոր դեմ, դուրս է գալիս Նիկոլը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մասնակցեցի Սուրբ եւ անմահ պատարագի, ասում է Նիկոլը։ Ոնց է սա ընկալվում էլի։ Չգիտեմ, ես Օրինակ իրեն երբ որ հարցնում են կամ ԱԺ падգամավոր կոչեցյալ ԿՊ-ից, ասում են մենք այդպիսի բան կաթողիկոս չենք ճանաչում։ ինչ եք ասում։ Այդ որ ձեր կուսակիցները, վարչության անդամներ, նախարարներ, չգիտեմ ովքեր գնում էին Մայրաթոր, հանդիպում էին վեհապարին, միջոցառում։ Բազմիցս Ծնունդներ Նիկոլը գնում էր Մայրաթորում ծնունդեր վեհապարի հետ, իր զուգընկերը գնում էր վեհապարի հետ, հանդիպում էր ժամանակ Գարեգին բեմ վեհապար։ Հետո բարձվեց վեհապար չի, իսկ երբ բարձվեց Երբ Փաշազադեն ասեց, ուրեմն Հավսար զգաց տեղ սաղը, մեկ, երկրորդ երբ որ վեհապար հայրապետը Շվեյցարիայի Բեռն քաղաքում համապատասխան ելույթ ունեցավ։ Այդ դրանից հետո Ալիևը Էրդողանի հետ միասին սրան ոչ թե կարմիր քարտ ցույց տվեցին, ես կարծում եմ վերևից Դամոլկյան սուրը մազից կախված, ասին այ գլխի տանգնելու, եթե եկեղեցու վեհապարի հարցերը չլուծես։ Պաստոր 8 միլիարդի զենք չունենք, հա մենք։ Ես չգիտեմ, կարող է 10 ունենք։ Կարող է երկուսներ պարտք։ Չէ, դուք որ դիմա դուք ձեր խոսքը տանում եք նրան, որ ինքը շարունակում է վախենալ Ալիևից, Փաշազադեից։ Չէ, եթե ինքը 8 միլիարդի զենք է գնել եւ ասում մենք ունենք, չգիտեմ, Սուրեն Պապիկյանն ասում է, խրոխտ սպարապետ Սուրեն Պապիկյանով հանդերձ եւ այդ բառը մի արժե զրկեք էլի։ Անհեթությունն էլ էլի Մարիամ։ Անժել այդ բառը մի սպարապետ հայեր են եղել, որոնք երկիր են պահել։ Սպարապետ Սուրեն Պապիկյան։ Չէ, բառ չէ, այդ բառին մի կպեք։ Հիմա երբ որ ջում կար Մարիամ։ Փաշինյանը, երբ որ Փաշինյանը, Անժելա, ասում էր, եթե ԿՊ-ն չընտրվի 2/3 չստանա, Ալիևը սեպտեմբերին պատերազմա, չէ՞։ Հիմա, այսինքն վայ ժամանակ 8 միլիարդ չուներ։ Չգիտեմ։ Այդ որ ասում էր պատերազմալներու ինքը նկատում էր ինչ որ մի ածական էլ դերել էր այդ պատերազմից առաջ։ Կորցանի ինչ, չգիտեմ, ինչ պատերազմ։ Շտաբի խոսքը։ Չէ, դնեք։ Որ անհեթություններ էր դուրս տվել էլի դրա մասին է խոսքը։ Ես ինչ համար եմ ասում, որ երբ որ նախընտրականում ինքը ասում էր, որ պատերազմ կլինի, ինքը ասում էր, որ կորցանարար պատերազմ էր, մի բառ էր, հիմա հացական չեմ հիշում, բայց իմաստային էս էր։ Ավերիչ պատերազմ կլինի։ Այսինքն մենք պարտվելու ենք, բայց ժամանակ ինչա 8 միլիարդը չկա։ Այդ ընդհանրապես մի ամիսուկես առաջ։ Այսինքն չկար, երբ որ ինքը ասում է, որ կորցանի չա, մեր համար կորցանարար նշանակա։ Ինչ։ Սուրեն Պապիկյանն էլ չկա։ Ով է Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարարն է, չկա։ Այն հողատու Էդոեն ասում Ասատրյանը ինչա չկա շտաբի պետը։ Մատելի անհեթություն է դուրս տվել հիմա բան կանի փորձի։ Հիմա ամեն անհեթություն մեկնաբան։ Չէ, պատական մարդ չէ, շտաբի ղեկավարը, շտաբի պետը։ Այն բանը ջերմուկում ադրբեջանցի կլը բանը ուտելիք չեն հասրել։ Խորովածը կերան ու գնացին։ Չմնացել են իրանք Չէ, կերան ու գնացել, բայց չեն գնացել։ Չէ, իրանք գնում գալիս են։ Այդտեղ ջրի ճամփային, հա։ Ենթադրում եմ, եթե բարձունքները մի շարք բարձունքներ վերցել են, Սյունիքից է վերցրել, ենթադրում եմ, որ բան են, չէ, պարզա որ այդտեղ են։ Հիմա այս եկեղեցու թեման ինչ է կարծում։ Ես դուրս եմ ասում ամեն ինչ պետք է արվի, որ խոչընդոտվի ցանկացած քայլ, այդ թվում նաև վեհապար հայրապետի անազատության մեջ պայելու այդ թվում դատական process-ները եւ այս ցանկացած հայի սրբազան գործն է։ Եթե որի համար ենթադրենք եկեղեցին արժեք է, ենթադրենք ինքը խղճով ապրում։ Նույնիսկ ես ավելին ասեմ, նույնիսկ այլ քրիստոնեական համայնքների անդամների համար, իդեպ, որոնք այդ ու նաև խարիզմատները, օրինակ կյանքի խոսք ասում են, մենք ճանաչում ենք, մենք ընդունում ենք մեր եկեղեցուն, առաքելական վեհապար հայրապետին, ինչ-որ գրություններ էին ուղարկում, որ իրանք էլ ճանաչվի մերոնց կողմից եւ այլն եւ այլն։ Հիմա եթե այդպես է, կեցված դրսևորեք, եւ ոչ թե գործիք դարձեք որոշ մարդկանց ձեռքին։ Ուստի եւ սա համայն հայության գործն է, վիժեցնել այս ծրագիրը, երկու անգամ երկու մեծ փորձ եղավ։ 2018-ին, որտեղ իշխանության ականջները շատ հեռվից էին ներվում, բայց ով մեջներ լավ գիտեր։ Եվ երկրորդ անցյալ տարի մայիսից սկսած։ Հիմա երրորդ ուրեմն փորձն է։ Այս երրորդն էլ պիտի ձախողվի։ Երրորդն էլ պետք է ձախողվի։ Եվ մեր ժողովուրդը նաև բարեբախտաբար միակ հարցն է, որ այնպես ասած մեր ժողովուրդը եւ Բարգավաճ Հայաստանը Գագիկ Ծառուկյանի թիմը հայտարարեց եւ Ուժեղ Հայաստանը եւ Հայաստան Դաշինքը բոլորը հայտարարեցին, որ գնում են հայ առաքելական եկեղեցու այսօր առնվազն հրապարակում եղած այդ երեք ուժերը հայտարարեցին, որ
աջակցում են, պաշտպանում են եւ դատարանում էին, պաշտպանում էին վեհապար հորը։ Դե սա բան է ազգային խայտարակություն։ Իմիջայլոց Արաքս Մանսուրյանը նաեւ խոսեց, չգիտեմ, նկատեցիք թե ոնց հայտնի երգչուհի Արաքս Մանսուրյանը, բայց գիտեք ինչն է այստեղ բան, որ մենք շատ այդպես հուզվել ենք եւ ուրախացել ենք, որ մտավորական հայտնի երգչուհի Արաքս Մանսուրյանը այսպիսի խոսք ասեց, ես ուղղակի ամանչում եմ, այս ինչ է կանում, մենք գնում ենք օրնություն ենք ստանում վեհապար հորից եւ ինքը գիտեք որ ապրում է Ավստրալիայում, ասում է այնտեղից իմ օտարազգի ուսանողները հարցնում եմ, ես անհարմար ասում են, ես ինչա կատարվում ձեզ մոտ, ես անհարմար եմ զգում, բայց գիտեք մյուս կողմից էլ այնպիսի բան վիճակում ենք մենք ինչ ասեմ, խայտարակ վիճակում ենք, որ հիմա բանը այնքան ձայն չվախեցած, վախվորած, ողորմելի թշվառ վիճակում են մեր մտավորականներն ու արվեստագետները, որ մեկը որ խոսում է, արդեն դրանից մի քիչ բանը ոգևորվում, ասում ենք, ահա, ուրեմն հələ դեռ այսպես հայեր կան, էլի հայտնի դեմքեր կան, որ կարող են եկեղեցին պաշտպանել կամ վեհապար հորը պաշտպանել։ Դե օրինակ Ամիր Խանյանը, Տիգրան Մանսուրյանը բան զբաղված են, ինչ որ sense համերգ իրենց երկերի համերգ պիտի տեղի ունենա, օրինակ դրանով են, այն մյուսները ընդհանրապես ձայն չեն հանում, էլի եկեղեցին հայ առաքելական եկեղեցին փաստորեն սրա մասին կուզենայի որ խոսեիք պարոն Նահապետյան։ Ես կարծում եմ որ այս մտավորականների սուրբ պարտականությունն է, շնորհակալություն պետք չի իրաց հայտնել։ Իրենց կեցվածքը ցանկացած։ Բայց ձայն հանող չկա, հատ Արաքս Մանսուրյան։ Ուրեմն, չէ, ձայն հանողներ կա, կազմակերպող չկա։ Այ օրինակ կազմակերպողը կուզում եք դուք փորձեք կազմակերպեք, ենի նշած մարդկանց զանգահարեք, ծպտուն չեն հանի։ Ամիր Խանյանը մի ոտ է այն աշխարհում է երևի, բայց էլ մտածում է թե ավելի լավ է մի հատ էլ համերգ տա, ոչ թե ասենք հայ առաքելական Անժելա, կոնկրետ առարկայական ցուցակը տալիս եք ինձ հեռախոսի համարներով ես բոլորին զանգահարում։ Ես սիրով այդ ցուցակը կտամ, հիմա էլ կարող եմ հերթով անունները տալ, ես ձեզ վստահեցնում եմ, որ այսպես շրջանցող ինչ որ լավագույն դեպքում մի հատ այդպես շրջանցող բան։ Չէ, սա ամոթ է, գիտես, ասենք, գիտեք ինչ է, մենք պիտի հա դրա մասին չխոսենք։ Այո, տեղա գալիս ուրեմն մենք այդպես է, այդ վերջին բանն է, հայկականանա մնացել։ Ոչինչ։ Ոտքի տակ են տալիս, հա։ Չէ, շատ մտա։ Ես ասեմ այսպես, այնպես չի որ բոլոր մտավորականները այդպես եւ այլն, ես նորից եմ ասում մեծ մասը ձայն չկա, եթե ձայն չկա, ինչի մասն է, կամ վախեցած է, կամ ողորմելի բան վիճակում է։ Մյուս կողմից էլ անհասկանալի է, տեսեք, Նիկոլ Փաշինյանը, պարոն Նահապետյան, բոլորից լավ գիտի, չէ, ինչքան ձայն է ստացել ընտրությունների ինչ է տեղի ունեցել, գիտի, չէ, որ մեծ հաշվով իրեն ժողովուրդը չի ուզում։ Գիտի։ Մասիսի ընտրություններ, Գյումրու ընտրություններ, Էջմիածնի, բազմաթիվ ընտրություններ, Սպիտակի, բոլոր տեղերում ցույց է տալի, որ մեր ժողովուրդը մերժում է իրեն, չի ուզում այս ուժի։ Եվ համապետական ընտրությունները եւս դա ցույց տվեցին։ Հիմա երբ որ այս ընտրությունները ավարտվեցին, նորմալ մարդը, որ տեսնում է, որ հազիվ, հազար ու մի ընտրակեղծիքներով, սպառնալիքներով, բռնություններով, կալանավորելով պայքարի մեջ մտած մեկը տնային կալանքի մեջ է, մյուսի վրա քրեական գործեր եւ այլն, այս ամենչով հանդեպ։ Դրանից հետո եթե երկրի ղեկավարես ինչ պիտի անես, պիտի փորձես որոշակի համերաշխություն, չէ՞, մտցնել այդ երկրում։ Չէ։ Ոնց չէ։ Այդպես։ Չէ, եթե համերաշխություն մտցնես, որ գնաց հակառակ դեպքում երկու բան է մնում, կամ դու կառավարում ես կոմպրոմատներով ու վախով։ Կամ ուրեմն քո վրա կոմպրոմատներ վախ կա, կամ դու օրինակ ես նախկինում մտածում եմ որ ինքը խլելու առումով ինքը հարստությունը հարստանալու խնդիրն ես կարծում Հայաստանում ոչ մեկ չի կասկածում որ Նիկոլից հարուստ մարդ չկա այսինքն ինքը էլ փողի խնդիր չունի հիմա այնտեղ չգիտեմ քանի միլիարդ է ինչ որ է այդ խնդիրը չունի ես կոնկրետ եմ ուզում ասել ասենք իր հարցակումը Գագիկ Ծառուկյանի վրա հարցը մենակ հարցն է որ ինքը խլի բայց այն չի էլի որ այդ հարստության ծառա որտեղ այդ հարստության տեղեր ինքը արդեն գիտի իր թիմը հարստացել է մի հատ հետևեք իրանով հանդերձ թե ինչերի մեջ է կամ այս մարդը այդ ձեր ասածն է որ այդ կոմպրոմատներ կան իր վրա թշնամու կողմից հատկապես Թուրքիայի եւ Ադրբեջանի կամ այս մարդը կա բայց դա ունի շարունակություն պարոն Նահապետյան երբ որ մարդը կալանավորում է որևէ դիմադրություն ցույց չտվող անձին Արգամ Աբրահամյանին, հա, Հովիկ Աբրահամյանի տղային կամ Գագիկ Ծառուկյանի փեսային կամ իմիջիալոց շատ բանը ես չեմ ճանաչում իրեն, բայց միայն դրական բաներ մսե հենց այն հանգամանքը որ ինքը արտաշատի քաղաքապետն է եղել հիմա էլ կարող է գնալ եւ տեսնել թե ինչ գովեստի խոսքեր են ասում, ինչ կազմակերպված Ինչքան բան է արել այդ քաղաքի համար, այսինքն իրեն տեսել են նաև մարդիկ գործի մեջ եւ նաև համեստ մարդ է, իր համեստությամբ է առանձնացել։ Սա ի դեպի կարգով եմ ասում։ Հիմա, երբ որ դու
իշխանության ես, ասենք ասում են կոմպրոմատ կա քո վրա, պիտի ինչ որ բաներ անես։ Բայց երբ որ դու փորձում ես կալանավորել եւ տանում ես մարդուն նվաստացնելով, ասենք ասում ես այս մարդուն պարկեցրեք, այդ նվաստացրած վիճակում նկարեք։ Իշխանությունն է ցույց տալիս։ Այս մարդուն, չէ, ես կարծում եմ ինքը, տեսեք, մարդ կա։ Դա ես լավ ազգում։ Ցույց է տալիս, որ ես ունեմ այնքան իշխանություն ու ինչ կուզեմ կանեմ։ Ինչ կուզեմ կանեմ։ Չէ, ինքը կարող է տանել այդ մարդուն կալանավորել, բայց երբ որ այս տեսարաններով ինքը հագուրտ է, ինքը բավարարվում է, ինքը դրանից գոհանում է, ինքը դրանից հաճույք է ստանում։ Հակառակ դեպքում սա հետևողական չի լինի 18 թվականից ստորացնելով մարդկանց տանել, ինքը դրանից հաճույք է ստանում Նիկոլը։ Սա նշանակում է, որ այս մարդու մեջ բանը ավիրելու չարության բան էներգիա կա, մարդկանց մեջ տարբեր էներգիաներ կան, չէ՞։ Մեկը սեր է տարածում, մեկը աշխատանք, մեկը արարել։ Այս մարդը այդ չարության էներգիայով է նաև ապրում, նվաստացնում, ստորացնում է այդ էներգիան իրան ուժ է տալիս։ Դուք կարծում եք, որ այդ տեսարանը ինքը ցույց տվեց, դա անգամ նիկոլականները, պարոն Նահապետյան, ես վստահ եմ, որ դա հաճելի չի իրենց այդ նայել։ Մի ասեք, որ դա մարդկանց դուր է գալիս։ Գագիկ Ծառուկյանի այդ տեսարանը, Արգամ Աբրահամյանի այդ տեսարանը, ես կարծում եմ, որ շատ-շատերին անգամ նրանք, որ ինչ որ շահից ելնելով գնացին Նիկոլին ձայդ, ես չեմ կարծում, որ ինձ դուր է գալիս։ Լավ, հիմա ես իմ կարծիքը ասեմ։ Ուրեմն Ալթայի երկրամասից դուրս եկած թուրքական ցեղերը, այդ թվում, որոնց մեջ նաև այն թուրքերն են, ովքեր որ այսօր մեր պատմական հայրենիքի մի մասում պետություն են ստեղծել։ Ուրեմն ստեղծեցին կայսրություն։ Այդ կայսրությունը ստեղծվել է արյան ուրիշ ժողովուրդների տարածքները բռնազավթելու այդ ժողովրդին ցեղասպանելով, բայց թուրքական կայսրությունը Օսմանյան ինչով էր տարբերվում մյուսներից, մի շատ էական տարբերություն կար։ Թուրքերը բարբարոս էին եւ դաժան, որովհետեւ կայսրություն այդ դաժանություններով չի ստեղծվել, ինչպես թուրքականը։ Ինչու՞։ Մեր հայ փիլիսոփաներից մեկը Հայկ Ասատրյանը, երբ մեր հարևան տարբեր ժողովուրդների էթնիկ նկարագիրն է տալիս, շատ հիմնավոր կերպով ասում է ինչու էին թուրքերը դաժան, որովհետեւ այլ ժողովուրդ տարածքները նվաճելուց եւ այլն նման դաժանություններ չարի ոնց որ թուրքերը։ Եվ իդեպ օրինակ այդ դաժանության արչեւ ծնկի է եկել թուրքերը, երբ որ ժամանակին, ասենք այսօրվա Ռումինիայից որը ժամանակին Օսմանյան կայսրության մաս էր, Դրագուլա անունով մի իշխան ա եղել, որը փոքր ժամանակ մեծացել է թուրքերի մոտ, հայրն էլ վասալ պետության Ռումինիայի տարածքում թագավոր էր։ Հորը սպանում են, թուրքերը տղային բերում են Դրագուլային իշխանության, որը ընդհանրապես պետք է հարկ տա թուրքերին եւ զորք տա։ Դրագուլան մի քանի տարի հետո իր բանակը ստեղծում է, վերազինում է եւ այլն։ Եվ թուրքերին ասում է, որ այլևս սուլթանին, որ այլևս հարկ չեմ տա։ Եվ գիտեք ինչ է։ Բնականաբար թուրքերը զորք են ուղարկում, որ պատժեն։ Իրենց մոտ մեծացած, իդեպ այդպես մեծացել են նաեւ մեր թագավորներից երկուսը, Պապ թագավորը եւ Տիգրան Մեծը։ Դաստիարակվել են մետրոպոլիաներում եւ Հայաստանը այդ ժամանակ վասալ պետություն եղել։ Հիմա Դրագուլան, ուրեմն թուրքական բանակի առաջապահ ստորաբաժանումները գիտեք ոնց է վարվում։ Ահա որ դաժանությամբ, օրինակ, ծուղակ է սարքում, քանի որ զինվորական գործը լավ գիտի, կարողանում է ծուղակ ստեղծել եւ թուրքական ստորաբաժանումները ընկնում են ծուղակի մեջ։ Թուրքերի մարտավարությունը գիտի, որտեղ իրեն սովորացել են։ Եվ հետո գիտեք ինչ է անում։ Ուրեմն բոլորին գլխատում է, կենթաների մեծ մասինով ողջ ամնում ցցի է հանում, փայտերի վրա։ Ուղղակի ողջ։ Մի քանի տասնյակ թուրք թողում է, որ այդ բոլորը տեսնեն։ Հետո հրամայում է, որ բոլոր զոհված թուրքերի գլուխները կտրեն, գանգատուփը մաքրեն, եւ այսուհետ իր բանակի զինվորները ճաշ ուտելու են այդ գանգատուփից։ Եվ մի քանի տասնյակ թուրք, որոնք ողջ են, հատուկ են թողել, իրենք նայում են։ Թուրքական հետք եք տեսնում այստեղ։ Մի վարքան, միտքս ավարտում եմ ուշադրություն դա, միայն Գագիկ Ծառուկյանի պահը չի։ Ես ասում եմ ինչու է այդպես անում։ Ուրեմն դրանից հետո օրինակ եմ բերում դաշնության փայտնի սուլթանը, գիտեք ինչ անում, ինչ որոշում է կայացնում, երբ որ այդ մի քանի տասնյակ զինվոր գնում պատմում են, թե Դրագուլա ինչեր է արել։ Ասում է այդ տարածքից այլևս հարկ չվերցնել։ Հիմա զուգահեռ մեր այսօրվա իրողությունը։ Ընդ որում թուրքերը գիտեք ինչու են դաժան, Հայկ Ասատրյանը լավ է ձևակերպում, ասում է վախկոտ մարդը շատ դաժան է, որտեղ առաջինը իր մեջի վախն է սպանում։
հետո այդ դաժանությամբ դիմացինի մեջ է վախը մտցնում մինչև վերջին բջիջը, բայց առաջին իր մեջի վախը պետք է սպանի, այդ դաժանությամբ որ ցույց տա ինքը վախկոտ չի, իրականում ինքը վախկոտ է։ Հասկանում եք թուրքերի ամբողջ դաժանության պատճառը։ Հիմա մի մարդ կա, որ մտածեց Նիկոլը վախկոտ չի։ Բոլորը այս գործողություններից հետո մտածում են, որ Նիկոլը շատ վախկոտ է։ Անժելա, ինքը իր մեջի վախերն է սպանում այդ դաժանությամբ։ Նվաստացնելով ինքը ոչ թե հաճույք է ստանում, կարող է, չգիտեմ, մտքի որևէ ծայրով հաճույք է ստանում կամ չի ստանում, չգիտեմ։ Բայց ինքը ցույց է տալիս, որ ինքը այնքան իշխանություն ունի, որ ինչ կուզի կանի։ Իր մեջի վախերն է ինքը սպանում։ Ամբողջ աշխարհի աչքի առջև, հատկապես հայ ժողովրդի աչքի առջև, մենք տեսնում ենք ինքը հայ ժողովրդի մի հատվածին սովի են մատնում, ցեղասպանում են, գալիս են Հայաստանի տարածքները վերջում, բա դե տղա ես գնա այդ քո դաժանությունը այնտեղ ցույց տուր։ Գնա քո այդ վախերը այնտեղ, չէ, բա առաջարկ Նիկոլ, գնա քո վախերը հաղթարի։ Եթե ձեր ասացի բան, ինչու՞։ Որտեվ այնտեղ պարտվել է։ Չէ, դու փորձի։ Բա փորձի, բա մի ամբողջ ժողովուրդ է քո հետևից, աշխարհն է նայում, ասում է, բա այսինքն չի կարող Գագիկ Ծառուկյանն այսպես ստորացնի, կամ այդ կեղտոտ, այլ այդ ինչ ենք դուրս տալիս Գագիկ Ծառուկյանի ընտանիքի աղջկա, այդ ինչեր եք ասում, այս ինչ անամոթություն է, այս ինչ խայտարակություն է, այս ուր եք դուք հայտնվել, այս ինչի մեջ եք դուք։ Այս էլ են արժեհամակարգը, որը մեր արժեհամակարգի չասում են։ Այն ներքևը դա մեկը չես կարողանա, այն ընտանիք են, ստրեր են, ինչ ընտանիք որ կա, դու չես կարողանա այդ բամբասանք է կոչվում, բամբասանք չի դա։ Մի վարքյան։ Այդ ինչ է, չէ՞ բամբասանք է։ Ցածր բան, ցածր։ Սատանայի բնութագրիչներից մեկը գիտեք որն էր։ Բանսարկու լիներ էլի, բամբասողն է։ Հիմա այն ինչ որ գրվում է, դա բամբասում են։ Այսինքն չիմացած բաների մասին մարդու հետևից վատ բաներ են ասում։ Հիմա ասում են, չէ, ոչ մի ապացույց չկա, չէ, ինչ որ մեկի մտածածին հիվանդություն։ Բա որ պարզի որ այդպես չլինի։ Չէ, ունեք երկրորդ նախագահի դեպքում պարզվեց, որ այդպես չի։ Ռուբինյան, այդ որտես քեզ դրել ես եսի միշտ տաղուտեղ, դե ներողություն խնդրի։ Մավել Գրիգորյանի տարակ սպանեցիք, հետո պարզեցիք, որ կինո եք նկարել։ Բա մի հատ ներողություն խնդրեք։ Ու տենց 1000-ումի դատական չգիտեմ ինչեր եք արել, հետո պարզվել է։ Բայց հղի կնոջը գցեցիք մեքենայի տակ, ներողություն խնդրեցիք, սպանեցիք նրան։ 80 քանի հոգի բանտում մահացել են ձեր պատճառով, բա ներողություն խնդրեցիք։ Արմեն Գրիգորյանին բա դատա, հիմա կանգնել են, դու Էդգար Ղազարյանը դի ներողություն խնդրի։ Իսկ ինչ վերաբերում է Նիկոլին դրսևորվելու, վախերը հաղթահարելու, այդ մարդը ի պաշտոն է հայտնվել է մի տեղում, որ լայն հնարավորություն կա այն երկիրը, այն ղեկավարը, որ քեզ ստորացնում է Նիկոլ, ասում է հարբեցող ծաղրածու։ Ամբողջ Ադրբեջանը ղժում է դհոլ է, քո նկարը դրած դհոլ է նկարում, ստորացնում է։ Դու գնա այդտեղ քո վախերը հաղթարի, այստեղ ինչքան դու իսկ անում ես, այդքան ավելի ցածրանում ես եւ ավելի բան մտածում ավելի վախկոտ ես դու մտածում չէ որ ինքը իր թվում է թե ինքը իր արևին բան արեց հա գնաց արգամին այդ ստորացնելով վերցից ինքը դարձավ կինոյի տղա չի դառնում ինքը կինոյի տղա ինքը տենց է մտածում ինքը սխալ է մտածում դե իրան ասում ինքը սխալ է մտածում ինքը ստիպված է լինելու ինքը ստիպված է լինելու եթե ինքը մնա իշխանության հաջորդ ընտրություններին հազարապատիկ կեղծիքներ անել հետո որ մնա իշխանության, որտեվ իր երազանքը եթե իշխանությունն է, որովհետեւ հազարապատիկ կեղծիքներ անի, որտեվ ժողովրդի հիասթափը չէ, բա մեկ էլ կարող է վարունգը ուրիշ ուղղությամբ աճի։ Չէ, այդ այն ժամանակ կլինի, երբ որ մեր ընդդիմությունը իր կեցվածքը ոչ թե թիրախավորի Հայաստանի Հանրապետության պետական հաստատությունների մարմինների ղեկավարներին, օրինակ քննչական կոմիտեի, դատախազի, հայտի անպայման իրանք պատասխանատվություն կրում են, բայց Նիկոլ իշխանությունը առաջինը դրանք չեն պահում, ոչ էլ ԱԱՑ-ն է պահում, ոչ էլ ոստիկանությունը։ Վստահաբար ոչ է բանակը պահում է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության դեսպանը, Հայաստանի Հանրապետությունում Բրիտանիայի դեսպանը, այդ դրանք են պահում Նիկոլ իշխանությունը, հարգելի ընդդիմություն։ Այդ պետական մեր հաստատությունների ղեկավարները իրապահ համակարգ դատա դրանք ածանցյալ են։ Կեցված դրսևորեք ԱՄՆ դեսպանի մոտ մի քանի տասնյակ հազար մարդով, ես ձեզ վստահեցնում եմ, դու տեսեք, բանտերից ինչքան մարդիկ դուրս կգան, քաղբանտարկյալներ։ Դա 100%-անից բան եմ ասում, փորձված ընդ որում, տեսություն չի։ Սա խիստ գործնական եւ պրագմատիկ քայլ է։ Փորձեք, Նիկոլին մի կպեք։ Ձևը գտել է, ում դեմ որ ինտելեկտով չի կարողանում պայքարել, քաղաքական պայքար չի կարողանում տանի, օրինակ իդեմս Անդրանիկ Թևանյանի։ Մի հատ բան է գտել, ասում է, դե գնա բան արա, ասում է մարդը Ռուսաստանի այս էլ գիտեք ինչի համար է ասում, չգիտեմ ինչա կպցնում, այս անում են անում, որ տանի Ամերիկայի տանեն Ամերիկայի դեսպանատում, հարցի տեսեք մենք
Ռուսաստանի դեմ է։ Խոսես, չէ, Մեդվեդևը դրա մասին ասես, չէ։ Իմիջիայլոց Մեդվեդևի հայտարարությանը քննրեի, որ անդրադառնայեք, շատ կոնկրետ անգամ ինձ մոտ տպավորություն էր, որ հարցազրույցի կարևոր մեխը հենց այն էր, որ ինքը ասելիք ուներ հայ ժողովրդին եւ նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Ռուսաստանի ցանկացած ղեկավարի խոսքը առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական եւ հայ ժողովրդու։ Իրանք իշխանություններին շատ լավ գիտեն, այս վերջերս Ղրղստանում ինչ որ հավաք էր ԵԱՏՄ-ի հետ կապված, Ռուսաստանի Դաշնության վարչապետ եկել, փոխվարչապետ, բան, այդպես ինքը նաեւ Փաշինյանը тысячи вопросов, тысячи нерешенных вопросов, չինուսես, օթից բաներ է խոսում։ Աշկից այդտեղ շատ խիստ են դրել։ Օրինակ հիմա պատկերացեք այսպես, Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում պատերազմում է ում դեմ։ Հավաքական արևմուտքի մի քանի տասնյակ, մոտ 60, հա, 58 երկրի դեմ պատերազմա չէ գնում։ Հիմա 58-ը որ դարձավ 59։ Օրինակ, ինչ է կարծում Անժելը։ Մեծ շատ բան է։ Ասենք Հայաստանը այդտեղ կպավ։ 59-ը դարձավ, ինչա փոխվելու ռուսների համար։ Բան կփոխվի, սկզբունքորեն հաստատ չի փոխվի, չէ։ Այնպես որ Ռուսաստանը օրվա իշխանություններին իմ կարծիքով նայում են այդպես, որտեղ 58, այնտեղ 59։ Դու վերջ։ Հիմա եթե Ռուսաստանը անընդհատ դիմում է Հայաստանի քաղաքացիներին, հայ ժողովրդին, իշխանությունների քայլերը նրանց համար պարզ է։ Հայաստանը օրվա իշխանություններով Ռուսաստանի համար պիտի դառնա խնդիր Հարավային Կովկասում։ Հարավային Կովկասի միացյալ բանակ է ստեղծվում Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ։ Ես չեմ ասում ռազմական գործողություն կսկսի, բայց խնդիրներ կարող առաջացնել։ Ռուսները ստիպված, ասենք, իր պաշտպանական բնագիծը ոչ թե անցնելու է Գյումրիում, որտեղ իր հարավային ռազմական օգրուգի մի բազա է, այլ Ռոստով քաղաքում, օրինակ։ Բայց միևնույն է, ռուսական հրթիռները ցանկացած տեղ կարող են հասնել։ Ընդ որում անխոչնդոտ, ոնց որ հիմա շուրջ արդեն 1 ամիս ուկրաինական երկնքում հակազդող զենք չկա, Տրամպն էլ հրթիռ չի տալիս, ասում եմ մեզ չէր բավականացնում, ի՞նչ տամ։ Ուզում եմ ասել, որ հարգելի ընդդիմություն, ձեր թիրախը առաջնահերթ սխալ է ընտրված, ես ինձ իրավունք վերապահում եմ ասելու։ Հայաստանից, եթե երկիրը դադարի իր համար հետաքրություն ներկայացնել որպես գործիք Ռուսաստանի դեմ։ ՌԻԱ Նովոստի հարցին ի պատասխան հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահ Մեդվեդևը։ Նրա խոսքով Եվրամիությունն ու ԱՄՆ-ն շահագրգռված չեն Հայաստանի եւ նրա քաղաքացիների բարեկեցությամբ։ Մեդվեդևը կարծում է, որ Երևանի արևմուտքի հետ հետագա մերձեցման դեպքում Ռուսաստանի հետ տնտեսական խզումը կարող է երկրի համար լուրջ հետևանքների հանգեցնել։ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն հրաժարեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն եղել։ Մեդվեդևը հավելել է, որ Եվան եւ ԱՄՆ-ն կարող են Հայաստանը թողնել առանց աջակցության, եթե Երևանը շարունակի արևմուտքի հետ մերձեցման ուղին։ ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի գնահատմամբ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կարող է Հայաստանում խոր ներքին ճգնաժամի բերելիս գուցե ավելի վատ բանի։ Հիմա զուգահեռում եմ Մեդվեդևի ասածը Ուկրաինայի դեպքերով։ Ուկրաինայի երկինքը բաց է։ Ուկրաինան երկրի ռեժիմի պարագլուխը խնդրում է Տրամպից, ասում է այդ հրթիռ ոսացող հրթիռներից տվեք։ Պատրիոտ։ Տվեք։ Խնդրում եմ, Ամերիկան ասում է չունենք, իմ մոտ քիչ ալը շատ ասում։ Բանը քաչալը ճար ունենա իր գլխին։ Հիմա այստեղից հետևություն Եվրամիությունը եւ ԱՄՆ Ուկրաինային թողում են Ռուսաստան դեմ մենակ։ Իսա գիտեք ինչ է նշանակում, սա նշանակում է, որ այդ թեման շուտով փակվելու է Ուկրաինայի թեման։ Ամենայն հավանականությամբ, բայց երբեք ոչ մի եվրոպացու եւ ամերիկացու ղեկավարների մասին սիրտը չի ցավում, թե քանի միլիոն ուկրաինացի է զոհվել կամ հաշվանդամ դարձել կամ անհետքորած։ Մինչև վերջին ուկրաինացի կռվելու են։ Իրենք ազնվորեն ասել են մինչև վերջին ուկրաինացի շարունակեն։ Այո, մինչև վերջին։ Բայց հիմա Ռուսաստանը Դեպ նաև բացահայտվեց, որ այդ ամբողջ ծրագիրը կազմված է եղել Միացյալ Նահանգների կողմից, որ հարձակումներ լինեն Ռուսաստանի խորքեր, այսօր էլ գիտեք տարբեր ուղղություններով հարձակվում են եւ Զելենսկին հայտարարեց, որ կտեսնեք 40 օր հետո ինչ կլինի եւ երեկվան էի կարդում, որ տեսանք թե 40 օր հետո ինչ կլինի, այսինքն ինչի կվերածվի Ռուսաստանը, ասում են հիմա տեսանք թե ինչի վերածվեց ամբողջ Կիևը կրակի մեջ, Օդեսան կտրված,
շրջափակված վիճակում եւ ծովային ուղիները նաեւ թիրախիտակ, նաեւ դա է, այսինքն այդ հայտարարը իսկ ինչ էին ասում Զելենսկուն, ահա քեզ ամբողջ քարտեզը եւ դու կարող ես թիրախավորված խոցել Ռուսաստանի խորքերը, ճիշտ է, բնականաբար չէ, առանց Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի դա տեղի ունենալ չէր կարող։ Հիմա ով է դրա պատասխանը տալիս, ինչի մեջ է Ուկրաինան։ Հիմա Ուկրաինան այն ինչ ասում են, շատ խորը փոսի մեջ է, որը կեղտով ու կեղտաջրով է լցված։ Հիմա նշանակում է, որ Ուկրաինայի թեման երբ որ փակվեց, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները աշխարհի վերաբաժանման համար իհարկե Չինաստանի մասնակցությամբ նոր քարտեզը գծելու են։ Իրանի խնդիրն էլ է ոնց որ փակվել եւ Միացյալ Նահանգների նախագահ հաղթական ավարտելով այդ մեծ ճակատամարտը Իրանի հետ համաձայնվել է, որ Հորմուզի տեր ու տնօրենը լինի Իրանը։ Այսինքն հաղթել է։ Օմանի հետ միասին Իրանն ու Օմանը հիմա պայմանագիր են կնքում։ Մի հապ Օմանին է, մյուսը Իրանին է, բայց Իրանի պայմաններով։ Տրամպը հաղթել է։ Ես ուզում եմ անպայման մեջ բերել Իրանի պայմանները, դու տեսեք, չէ, ում հետ աշխարհից ամենագերազոր երկրի հետ է պատերազմ, ոսկե Միացյալ Նահանգների մասին է եւ այս ամենով հանդերձ այս կամ թիրախավորված հարձակումներից հետո եւ ճիշտ հիշեց պարոն Նահապետյանը, որ այո, իսկապես հեռահարթիռների լուրջ խնդիր կա եւ Թրամփը իր ձևերով չի ասում, ոնց ինձ այսպես են ներկայացել բան, այնտեղ էլ պատրաստվում է իր այդ նախարարների բանին հեռացնել, ուրեմն Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը տեսեք ինչ է հայտարարել։ Քանի դեռ Ամերիկան չի շտկել իր վարկագիծը, Հորմուզի նեղուցը չի բացվի, վարկագծի շտկումը նշանակում է երբեք որևէ ձևով չսպառնալ Իրանին եւ չվիրավորել մեր ազգի սրբությունները, ընդմիշտ դադարեցնել Իրանի եւ Լիբանանի, Պաղեստինի, Եմենում, Իրաքում նրա դաշնակիցների դեմ պատերազմ ու ագրեսիան։ Տեսնում եք ինչ արժանապատի, ոչ միայն Իրանի մասին են խոսում, այլ նաեւ դաշնակից երկրների մասին։ Վերացնել ծովային շրջափակումը եւ Իրանի հարակից տարածքներից դուրս բերել ԱՄՆ ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը, փոխհատուցել Իրանի դեմ պարտադրված երկու ագրեսիվ պատերազմների պատճառած վնասները, վերացնել Իրանի ժողովրդի դեմ սահմանված դաժան եւ անօրինական պատժամիջոցները առանց որևէ նախապայմաններից սառեցնել եւ վերադարձնել Իրանի ժողովրդին պատկանող սառեցված եւ բռնագրավված ակտիվները, սրանք Իրանի ժողովրդի պահանջներն են, որ 168 շարունակ անընդհատ եղել է հրապարակներում եւ փողոցներում։ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը երբեք չի նահանջել ոչ պատերազմից, ոչ էլ բանակցությունների ժամանակ։ Ահա այսպեսի հայտարարություն եղավ Իրանի կողմից, այնպես որ Ուրեմն հիմա գանք այսպես։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների իմ կարծիքն է Կարող է Տրամպը չհամաձայնվի, ասի Նահապետյան Հայկը իրականությունից հեռու բաներ ասում, ես եմ տեր ու տնօրենը։ Ուրեմն ձեզ վստահեցնում եմ, որպես մի քիչ զինվորական գործից հասկացող մարդ, երկրի գերագույն գլխավոր հրամանատարի սեղանին տեղեկանքի տեսքով 24 ժամվա ռեժիմով ներկայացվում է կարևորագույն այն զինատեսակները եւ նրանց զինամթերքը, որով այդ երկիրը պատերազմում է այլ պետության հետ։ Այսինքն ստեղ պատերազմի նախարարի ճիշտ կամ ոչ ճիշտ զեկույցը չի, կամ իրա տեղակալի, այդպես երևի իշտեն մինչև հաշվապահ։ Պարզվում է հաշվապահը թղթերի մեջ սխալվել է, հրթիռների քանակը քիչ է ներկայացնում։ Տրամպը վերջին պահին իմացել է, որ հրթիռները պակաս են, ստում են։ Ես վստահաբար եմ ասում, Միացյալ Նահանգները բավարար չափով հրթիռ ունի, բայց իրան ինչա պետք։ Նոյեմբերի 7 տարի հետևում չի, նոյեմբերում կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են։ Եթե Իրանի հետ ինչ որ միջանկյալ պայմանագիր կամ վերջնական համաձայնագիր չկնքվեց, Տրամպը ամենայն հավանականությամբ պետընտրություններին պարտվելու է, որտեղ դեմոկրատական կուսակցությունը ինչ անելու, իմպիչմենտի գործընթացը սկսելու, կոնգրեսում այդ միջանկյալ ընտրություններում հաղթելուց հետո։ Ուստի եւ մի հատ թղթի կտոր է պետք, որտեղ Իրանը փաստորեն 100% պարտություն է կրել, Միացյալ Նահանգները 100% ընդունել է Իրանի պահանջներն ու պայմանները, բայց հաղթել է Տրամպը։ Ստե կարևորը էս է։ Եվ նոյեմբերի շեմին Տրամպը ինչ-որ թղթով հանրապետականը պիտի մասնակցի այդ ընտրություններին։ Հետեւաբար, ինչ անի, որ Իրանի դեմ պատերազմը չշարունակի։ Դասի հրթիռ չկա։ Բայց եթե Իրանի դեմ հրթիռ չկա, Ուկրաինայի դեմ ոնց կարա հրթիռ ունի։ Իդեպ Ուկրաինան ԱՄՆ-ի համար գլխացավանք է։ Ինքը ժամ առաջ ուզում է այդ կռիվը կանգնել, որտեղ այդ կռիվը ցանկանում են շարունակել գլոբալիստները Բրիտանիան եւ իր գործիք Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջոցով։ Հիմա հրթիռ չկա, նայեք, հրթիռ չկա, կանիշներով արժևում իրենց ընտրությունները։ Նայեք, այնտեղ հեսա այնտեղ էլ կհասնենք։ Հիմա հրթիռ չկա, Ուկրաինայի երկինքը բաց է։ Ռուսաստանը ամբողջ Սևծովի նավահանգիստների քաղաքները ոչնչացրել է, նավերը բոլորը ոչնչացնում է։
էլ տեղ չկա, այդ երկիր բան չի մտնում։ Ուրեմն փաստորեն 3 չարաշնորը Զելենսկին թե 3 գնացել է Սերբիա, պատկերացնում եք, որ խնդրի, որ Սերբիայով Դանուբով ուրեմն էնել ցամաքել է Թարսի պես նավերով ուրեմն բերեն ենթադրենք այդ երկրի Ուկրաինայի համար պետքական բաներ արտահանեն, ասենք, օգտակար հանածուներ Ռուսաստանի Դաշնության, որտեղ իր դաշնակից երկիր էր Սերբիան եւ էլի դաշնակիցա ոչ մի պայմանագրի չի ստորագրել ռազմական առումով։ Մի վարքան, ես վստահաբար եմ ասում։ 3 միլիոն տալու է Ուկրաինային։ Վստահաբար եմ ասում ձեզ, ուրեմն ինքը Ուկրաինան խնդիր ունի իր երկրի տարածք ինչ որ բան բերել, ինչ որ բան հանել։ 80% եւ ավելին զենք զինամթերք բերվում են նավերով։ Չկա հիմա այդ նավերը չեն աշխատում, բոլոր նավերը թիրախավորված հարվածել են։ Նավային բոլոր ընկերությունները, ովքեր որ այդ բիզնեսով են զբաղվում, առևտուր, ենթադրենք Ուկրաինայից հանում է բաներ, օգտակար հանածուներ, հացահատիկ, ներամուծում, անհրաժեշտ պիտույքներ, զենք, զինամթերք, վառելիք եւ այլն։ Չկա կանգնել է սև ծով ոչ մի նավահանգիստ չի աշխատում։ Ուղղակի նորից հիշեցնենք, որ այս բոլոր բաներ այս ուղղությամբ Ուկրաինային մղեցին Միացյալ Նահանգները եւ Անգլիան եւ հիմա այսինքն փորձեցինք Մեդվեդևի ասացի հետ կապել էլի։ Հիմա ես ինչի համար եմ ասում, որ Ուկրաինայի երկինքը բաց է, Ռուսաստանը ինչ ուզում անում է։ Եվ գցող ով է սկզբունքորեն եթե նայենք։ Միացյալ Նահանգները, վայր Միացյալ Նահանգները, որը ինչպես ասեց Պարսից ծոցի երկրներին կոչկեց։ Խեղճ երկրները ավերակների մեջ են։ Հիմա պատկերացնում եք, Միացյալ Նահանգները ասել է հորս արև Հայաստանի ոնց գցեմ։ Խի Նիկոլան էս տղա է, որ էս իրան գցեմ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը մեծ հաշվով գործում է ռազմավարական գործընկերոջը, բայց տեսեք զուգահեռ ինչ է տեղի ունենում Հայաստանի համար, ինչ վտանգավոր բան է տեղի ունենում։ Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Պակիստան նոր ռազմական դաշինք, հիշեցնենք, որ այս երկրները 2-3-ն էլ Հայաստանի անկախությունը չէին ճանաչել եւ հիմա ինչ որ sense բան հարաբերություններ, սա ինչ է նշանակում շատ հզոր իրենց արտգործնախարարներ խոսեց սրա մասին, սա նշանակում է որ եթե որևէ մի երկիր ներկայացնում է պատերազմի մեջ, ապա այս երկու երկրները պարտավորվում են աջակցել եւ պաշտպանել։ Տեսեք, մեր թշնամին ինչպես է ամրանում ուժեղանում ինչ է տեղնում եւ մենք ինչպես ենք կորցնում մեր ռազմավարական գործընկերոջը եւ նաեւ Փոխայինը Արամ Վարդաբանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ։ Տեսնում եք ինչ հաջողություն ունի։ Միջև դրա մասին խոսելը, տեսեք, գյուղմթերքների մասին եմ ուզում խոսել, թե ինչ վիճակ է։ Հիմա հարց ձեզ, պարոն Ահապետյան։ Եթե Ռուսաստանը այսպես վատն է եւ որոշակի գյուղմթերք հարց եմ տալիս, եթե որոշակի գյուղմթերքների հետ կապված կիրառում են սահմանափակումներ, գյուղմթերքների հետ կապված հատկապես եւ այստեղ հարցերը։ Բենզինը չի արտահանելու Ռուսաստանը։ Հիմա հարց, քանի որ ինքը խոսում է միայն խաղաղությունից եւ ոնց որ թե բացի Ռուսաստանի Դաշնությունից ամբողջ աշխարհը մեր բարեկամներն են, չէ՞, տենց է ստացվում, բոլորը։ Քանի որ աշխարհը Ռուսաստանի թշնամիներն են, բոլորը ուրեմն մնաց նշանակում որ բոլորը մեր բարեկամներն են։ Ինչն է խանգարում Նիկոլին, որ այս ինչ ունենք, չունենք, ասենք ծախի մյուսների վրա։ Ինչ է ուզում Միշուշկինից։ Չեն առնելու։ Ինչու՞։ Որտեղ մեր ապրանքները այդ բարեկամությունը բիզնեսի հետ կապ չունի։ Այդ մեր ռուսի մոտ կապ ունի, որ ռուսը ասի, քանի որ Հայաստանն ու հայ ժողովուրդը իմ ստրատեգիական երկիր եւ բարեկամ ժողովուրդ է, ես քաղաքական որոշում եմ ընդունում, որ վնաս կրելով իմ երկրի շուկայի մի մասը տամ Հայաստանի գյուղմթերքին, որը մրցունակ չի ոչ ադրբեջանականի, ոչ թուրքականի, ոչ վրացականի, ոչ միջինասիականի Եվ ոչ էլ տեղի արտադրողի մրցունակ չի, բայց քաղաքական որոշման արդյունքում Ռուսաստանը մեզ տալիս է շուկա, որտեղ Հայաստանի գյուղմթերքի եւ վերամշակման արտադրությունով ասենք զբաղվում է 1 միլիոն մարդ։ Ասում է, բայց այդքան փող գա Հայաստան իմ դաշնակից երկիր։ Ես այդքան իմ քաղաքացին մի քիչ թանկուտ առնում, ոչ այդքան որակյալ։ Փոխային այդ փողը գալիս է, դրամը վաճառող գալիս է Հայաստան։ Հայ ժողովրդին իմ համար կարևոր է։ Այդ Ռուսաստանի նման ըստ սրանց տխմար երկրները կարան քաղաքական որոշում անեն։ Իսկ Եվրոպան ասում է բարև ձեզ Հայաստանի մթերքը իմ մոտ խի բերեմ, երբ որ անորակա, թանկա եւ պլյուս իմ շուկան խիպտի իրան տամ, երբ որ այդ շուկան արդեն հագեցած ամեն մեկը գիտի ինչա վաճառում։ Ես մեր այս ժողովրդի համար եմ ասում, ասենք ինչի Նիկոլին չեն ասում, Նիկոլ ջան, մենք քեզ ընտրել ենք, հատկապես նրանք որ ընտրել են։ Հիմա դու ուզում ես մեզ լարել Ռուսաստանի դեմ, ասում ես քո ապրանքը ինքը չի ընդունում, ասում է խնդիր կա։ Ինչի՞ ժողովուրդը չի ասում Նիկոլ ջան, всё, դուրը փակե Ռուսաստանի վրա։
Քանի որ ամբողջ աշխարհում 200, չգիտեմ, ինչքան պետություն կա մոտ, այդ պետությունները մեր հարազատներն ու բարեկամներն են, Նիկոլ ջան, մենք քեզ սիրում ենք, այդ հարցերը լուծի։ Ինչա գցում նորից ռուսների գրպանը։ Մաուրիշում գրպանը գցի։ Այդ մյուսները Եվրոպան գրպան չունի, ես մեր ժողովրդին ունի, որ գցի տակից կընկնի։ Բայց մեր ժողովուրդը չարանում է ռուսների։ Թող չարանա, ինչ ասենք։ Հետո էլ պտուղները բայց մենք պիտի իրանց բացատրենք, ասենք, որ դուք խնդրեմ չունեք, դուք Նիկոլին ընտրել եք, Նիկոլին ասում եք, Նիկոլ ջան, գնա, այն 180 200 երկրների հետ բանակցի տալ։ Գրողի ծոցը Ռուսաստանը։ Չի կարող։ Գրողի ծոցը։ Չի կարող։ Ինչու՞։ Որովհետև այդ երկրները ասում են մենք տնտեսական շահով ենք առաջնորդում, ոչ թե քաղաքական որոշումներ։ Բա ասում եմ մենք խնդրեմ չունենք, Ռուսաստան պետք է ուղարկեն գրողի ծոցեր, մեկ պետք է լինի։ Այդ ինքը կատակար է, հայ գյուղացի Հա, Միշուստինին ինչ ասել։ Ինչ։ Միշուստինին ինչ։ Ես չգիտեմ ինչ ասել, բայց ես կարծում եմ, որ այդ երկրների պատասխանը խիստ տրամաբանված կլներ 58-ից ասում։ 58 պետություններ Ռուսաստան դեմ պատերազմ։ Ասեք ռուսները ասել են, որտեղ 58-ը, այնտեղ 59։ Եկեք մեր հետ ճշտամացեք։ 58-ին է կծալենք, 59-րդին է կծալենք։ Իսկ հետևանքները։ Ում հետևանքները իր համար Ռուսաստանի համար հետևանք չունի։ Դա արդեն Նիկոլի եւ հայ ժողովրդի խնդիրն է, այ քեզ բան։ Ռուսաստանը լավ պատերազմի մեջ է, Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է։ Եղբայրը եղբոր դեմ է պատերազում, արունա թափում, պետությունն է, ոչինչ չանում։ Ցավ վիշկոլ հիմա ինքը ռուսը մեր մասին մտածի արժելա։ Տեսեք ինչի համար ճիշտ է ասում, եղբայրական բան ինչ որ պատերազմա չէ գնում, ինչի համար, որտեվ ասում են չպիտի բերես, դու իմ սահմանին զենք դնես միջուկային, ճիշտ է։ Ասում են չես բերելու իրաց։ ՆԱՏՕ-ին ասում են մեկ է, հա։ Հիմա եթե Նիկոլը գնում է այդ ճանապարհով, այդ մարդիկ եկան, ինչ է ասելու ռուսը։ Ռուսը չի ասելու, ռուսը անելու է։ Ռուսը անելու է, իմիջիայլոց, այն Եվրոպան, որ մեզ մղում է հակառուսական գործողությունների, քայլերի, օրենքների բանի, Եմեն ավելացրել է Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծումը, գիտեք, չէ՞, պարոն Նահապետյան, եւ նաեւ ներքին մեծ էլի բանավեճերը գնում դեկտեմբերի վերջին գազի գինը քանքի նոր սանկցիաների բան պաշարները պահեստավորված Գերմանիայի կիսվել է շատ բան վիճակում են եւ անգամ խնդիրը թե ձմռանը ինչ են անելու այսպիսի հարցերի արժեք օրինակ խի ռուսները ես առաջարկում եմ Ռուսաստանը չսպասի մինչեւ դեկտեմբեր պայմանագիրը խզի ասենք օգոստոսով սեպտեմբերի 1-ով գազի գինը 600 տա Ռուսաստանի իշխանությունը բազմիցս ասել է հայ ժողովուրդ մենք ձեզ տշնամի չենք անում մենք ձեր բարեկամն ենք եւ չեն գնում դրան 1000 անգամ ասել Եվրոպացին ամերիկացին լինել նույն պահին անելու էր հաստատ չես սպասի դեկտեմբերին նա վերջանում պայմանագիրը սեպտեմբերի 1-ով Տրամպը լիներ այն տարիֆները օթիս սա պետությունները տարիֆ նշանակեց չէ այո 5 րոպե պայմանագրերը լրիվ խախտեց կնքած հաջորդ օրից պայմանագրերը կնքած նույն հաջորդ օրվանից տարիֆները մի քանի 100% տարիֆ չէ մաքսատուրքերը նշանակեց հիմա օրինակ խի Ռուսաստանը դες չի անում ասենք խի սահմանապահներին չի անում 102 բազայով ատոմականի վառելիք ու սպասարկումը վերացնի ասես Հեծը ձերնա ներդրում եմ արի փողը տալիս եք երկաթուղին ձերնա փողը ներդրում եմ անում տալիս եք ձեզ ըլնի եղբայր գնացեք տապակվեք ձեր Նիկոլով ձեր Թուրքիայով Ադրբեջանով Եվրոպայով Ամերիկայով գնացեք ապրեք ինչ ա եղել ես դուրս եմ գալիս չօրինակ ինձ հետաքրքիր որ պայնը տենց արեց ինչ ալնելու Ինչ հետաքրքիր օրինակ Ադրբեջանը Թուրքիան ասել են բայց էս ինչ վատն է ռուսները եկեք ռուսների տեղը Փոխարին են, օրինակ ռուսները 177-ով էին վաճառում, վերջին հաշվով 300 էր։ Մենք տալիս ենք $10, 1000 խորանարդ մետր Հայաստանը տալիս ենք $10, հոյ ժողովուրդը չի սառի։ Մեր ապրանքները չենք տանում սպառենք, Հայաստանից ինչ կա չկա, բերում ենք մեր մոտ, ոնց որ միշտորթավորված։ Շուստրություն են անում, հա։ Զած խելքի գինը էլի։ Ծիրանները բան են արել։ Ադրբեջանով ու Պարսկաստանով հայկական ծիրանները փորձել տակը հայկական թերթ են դրել, դե թերթ սովորաբար դնում են։ Ռուս սահմանապահներն ասել են չհասկացա, այս ադրբեջանական պարսկական ծիրանի տակ հայկական թերթ է դրած։ Եվ իրանք շատ լավ գիտեն հայկականա ինչա, շատ լավ գիտեն, վստահաբար գիտեն։ Եվ հետաբար այս ամեն ինչը ոչ մի բան չի ասնելու։ Հայ ժողովուրդն է տուժելու, Փաշինյանը չի տուժելու, տնտեսությունն է տուժելու, Փաշինյանը Ինչ անելու, հարկերն է բարձրացնելու, հարկերը, սոցիալական նպաստները կկրճատի, վիրահատությունների քանակը կկրճատի, ժողովուրդ վատ կապրեք, Նիկոլը վատ չի ապրի, ինքը ինչպես իր աշխատակազմի տարեկան քանի միլիոն դոլար ավելացրել է նախկինների հետ համեմատած, 3-4 անգամ ավելացրել է։
Աշխատակազմ ասեցիք, աշխատակազմի ղեկավարին իմիջիայլոց հեռացրեց Արայիկ Հարությունյանին։ Պատգամավորը չէ՞ Մամուլում հրապարակում էր եղել, ես ուզում եմ հատուկ այդ թեմային անդրադառնամ, հրապարակներ գրել, որ անուն չէր գրել, որ Բարձրաստիճան Պաշտոնյաներից մեկին հեռացրել է, որովհետև բացահայտել է մեծ շարաշահումների այդ ձեր ասած այդ կոռուպցիոն այդ բանն է բացահայտվել։ Հետո դրանից հետո եւ ինչ որ իմաստով ժողովուրդն էր անդրադարձել հետո հայելիում, որ այսպիսի ինֆորմացիա կա, որ դա վերաբերվում է Արայիկ Հարությունյանին, բացահայտել է, բայց հիմա տեսեք Նիկոլ Այսինքն Արայիկ Հարությունյան չգիտեր ինչ կարելի է Զևսին, չի կարելի Եզին սկզբունքը։ Այո, այդպես կա եւ հիմա տեսեք, եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը բացահայտում էին իրենց թիմից ինչ որ մեկի այդ կոռուպցիան թալանը բան, հրապարակում էին եւ որոշակի գործեր կամ հեռացնում էին։ Ինքը հասկացել է, որ դա եթե հանրայնացնում է ինքը, միանգամից ասում են ուրեմն քո ամբողջ համակարգը կոռուպցիոն է, չէ՞։ Կոռուպցիոն համակարգ։ Հիմա ինչ է, հիմա ինքը լուր հեռացնում է։ Բայց բան կոնտրոլի տակ է պահում, չէ՞, հսկողության տակ։ Հետո գլխին տալու է։ Այս ինֆորմացիայի սրա մասին նաև հայլին էր գրել, ուրեմն ես անկեղծ եմ ասում, չեմ տեսել, իմ բարեկամներից մեկը փոխանցեց, ենթադրում եմ ինչ որ պայմանավորված հարց են տալիս Արայիկ Հարությունյանին, որ ճիշտ է այսպիսի բան, որ այդպես չարաշահումներ եղել եւ ձեզ ուղարկել են ազգային ժողով։ Դե եթե ընդհանրապես հանել հարց կառաջանա, չէ, ուրեմն այս ինչքան նա թալան է, ինչ արել, որ Նիկոլը զայրացել է։ Այսպես, ոնց որ Ալեն ուղարկել է այնտեղ։ Հիմա սա փորձել է իմիջիայլոց սա այն մարդն է, որ իրանք դողդողալով սպասում էին, որ ինչ որ մի լրատվամիջոց իրենց հրավիրեր, որ խոսեն եւ հայլին են ակումներից էր, որ իրենց էլ էր հարթակ տրամադրում, ինքն ժամանակ դասախոսում էր արևելագիտականում, նախկին իշխանություններն իրեն հանդուրժում էին ընդդիմադիր, ճակերտավոր ընդդիմադիր թե ինչ ընդդիմադիր կեցված, չգիտեմ, ժամանակը ցույց կտա, դուք ծառա ընդդիմություն եք եղել այս իշխանություններին, սպասարկու թե ինչ ընդդիմություն եք եղել, եւ իմիջիայլոց այդպես սիրով երջանկացած գալիս էին Հայելի ակումբ եւ փորձել է վիրավորել, ինչ որ բան ասել Հայելի ակումբի մասին, որ դա մոտավորապես ժողովուրդը չգիտեմ ինչ է ասում, մարդիկ Հայելի ակումբի մասին։ Հիմա եթե ժողովրդական խոսույթով գնանք, Արայիկ Հարությունյան, ժողովուրդը քեզ ասում է դթում։ Հիմա կարելի է ես ինձ թույլ տամ անդադ ասեմ դթում։ Չէ, դու մի չի մակարդակ, իհարկե մի։ Բայց ես կարող եմ, չէ, ասել իր խոսույթով, եթե առաջնորդվեմ, պիտի ասեմ, որ Արայիկ Հարությունյան, ձեզ էլ ասում են դթում։ Ավելին որոշակի կողմնորոշումների կապած ավելի տգեղ բաներ են ասում, չէ, բայց ինքը լինելով աշխատակազմի ղեկավար, մարդ, որ եկել այստեղ, իրան թույլ է տվել ինչ որ վիրավորական ինչ որ բաներ ասել։ Հիմա դա չեմ կրկնում եւ ասում եմ կարող եմ, չէ, որոշակի մարդկանց ինչ որ կողմնորոշումների, չեմ ասում ինչ կողմնորոշումների, լավ հասկացա, չէ, որ կողմնորոշումների մասին ասել ժողովուրդը ինչ է ասում քո հասցեին ու հատկապես ոնց է նշում քո անունը իշերից որ դու դթում ես, դթում է ասում ժողովուրդը, այնպես որ չափավորեք ձեր խոսքերը եւ խոսույթը ու իմացեք ոնց է արտահայտում սա բան իդեպի կարգով էլի ասում եք Միշուստինին բայց բոլոր դեպքերում պարոն Նահապետյան էլի եկեք մեր սիրելի ժողովրդին խորհուրդ տանք հատկապես նրանք որ շատ տուժել են այս ամեն ինչից Նիկոլի վարած քաղաքականությունից եւ անամոթաբար Նիկոլ դու ամբողջ աշխարհի աչքի առջև խոզ էիր խանձում խոզի միս էիր ուտում այդ ամբողջ յուղ ու սալ ու կաշին էիր չգիտեմ ինչ անում ուտում ու դու հիմա զուտ նրա համար որպեսզի քեզ արդարացնես եւ այդպես գցես դու պատրաստ ես ամեն ինչի վրայով անցնել միայն թե քեզ արդարացնես ասում ես որ այդ ձուկը դու չես ուտում լուրջ ես ասում տենց զարգացար հա Անժելա լուրջ թեմաներից ենք խոսում իմ ժամանակն է սպառվում է մարդը վիրավորում է ամբողջ ձկնարտադրությամբ զբաղվողներին ասում է այդ բան ես իմ ինչ միս այդ ձուկը չգիտեմ ինչա ես այդ չեմ ուտում եւ որ ասում է զարգանաս դու այդ խոզի սալերն ու մսերն ու կաշիները մոռացել է հիմա բան անում էլի վիրավորում է դրանց ինչի համար ասում որտեվ ճանապարհ չունի այդ ձուկը տանելու տեղ չկա տանելու ստիպված ինքը արդեն սկսել է վատ բաներ ասել ձկնարտադրողներին դրանով զբաղվողներին սկսել է վիրավորել բայց մեր ժողովուրդը որ դուք շատ չնեղվեք ասում եմ դիմեք Նիկոլին ասեք քանի որ դու բերել ես խաղաղություն ալամ աշխարհ ամբողջ աշխարհի այդ բարեկամ ու եղբայր ես ոչ մի խնդիր չկա ճանապարհ գտի մեր պղպեղը լոլիկը ծաղիկը ձուկը էլ ինչ կա գինին կոնյակը այն ինչ որ ռուսական շուկայում սպառվում է տար եւ վաճառը իրանց վրա հանգիստ թողեք ռուսներին թող ռուսները տապակվեն իրենց յուղով իրանց դարդուցավով թող շարունակեն իրենց քաղաքականությունը դուք էլ գնացեք Նիկոլից այդ ամեն ինչը պահանջեք տեսեք թե ինչ կանի իմիջիայլոց քանի որ դուք բանակում եք ծառայել երկար ժամանակ ես կուզենայի ես լսեք եւ մեկնաբանեինք եւ
ամփոփեինք, ինչ է ասել, հողատու են ասում իրեն, ինքը պատմության մեջ կմնա հողատու է դու շտաբի պետ, օրոք Հայաստանի Հանրապետությունից շարունակում են օկուպացված տարածքներ մնալ, գրաված տարածքներ ադրբեջանցիների կողմից։ Ինչ է ասել, էս այն մարդն է, որ ասում էր կսովածանան ու կգնան։ Վարության ընթացքում կարող է լինել, որ մարտական դիրքում այդ խոշոր դրամաչափի զենքերը չլինեն, բայց մենք փամփուշտի պաշարները մշտապես պահպանում ենք։ Ինչ է։ Ինչ է եղել։ Թե օրինակ եթե զենքը չկա, փամփուշտի ինչ է կանում։ Լսեցիք, բայց ինչ ասել։ Ուրեմն այդ իմաստը հետևյալն է, որ լսի, այդ խոշոր տրամաչափի զենք, դա մի վարքան, հա, եկեք հարցը տվել եք, պատասխանը լսեք։ Խոշոր տրամաչափի զենքը, ուրեմն մի մարտական հենակետում չկա, երկրորդում չկա, երրորդում է, կռիվը որ սկսում է, կամ այդ փամփուշտները այդ հենակետից, որտեղ զենքը չկա, արկղերը զինվորները ուսեին դրած վազելով տալում են մյուս մարտական հենակետերը, որտեղ այդ խոշոր տրամաչափի զենքն է, կամ այնտեղ որտեղ այդ տրամաչափի զենքն է, ուսներին դրած այդ մարտիկ գալիս են այնտեղ, որտեղ փամփուշտ կա։ Այսինքն վազք են պարապում։ Գնում գալիս, կռվի ժամանակ։ Բայց հիմա եթե փամփուշտը կա, զենքը չկա, Էդոն ազգանու ոնց է Ասերյան, մեղավոր, հա։ Չեմ հասկանում։ Այն կինոն տեսել եք, որ այդ ձայնապնակը ծաղում է, վերցնում է Չուկչան, տանում է տուն չկա։ Օրինակ ինձ հետաքրքիր է, որ Անժելա, մի րոպե։ Անժելա, հիմա պատկերացրու, գնում ենք Ստուգման մի մարտական հենակետ։ Հենակետի ավագը շարքային, օրինակ շատ տեղեր եղել է, որտեղ շարքային զինծառայողը մարտական հենակետի կոչումով սերժանտ էլ չի եղել։ Բայց ստատուսը պաշտոնը բարձր է, մարտական հենակետի պատասխանատուն է։ Ասենք, եթե գնայինք փամփուշտով արկղերը տեսնենք ու զենքը չլներ, այնտեղ գիտեք քանի հոգի ինչի վրա էին նստելու։ Մարտական հենակետի ավագը, ուրեմն դասակի հրամանատարը, նայեք, ով պատասխանատու է այդ մարտական հենակետի իր ենթակայության։ Վաշտի հրամանատարը, գումարտակի հրամանատարը, գնդի հրամանատարը, առնվազն 2-3 տեղակալ մարտական գծով եւ սպառազինության գծով։ 8 հոգի էս միայն գնդի մակարդակ, ու տենց որ բարձանայինք վերև, հաստատ մի 15-20 հոգի լիքը պրոբլեմներ են ունենալու, լիքը, գնա գալիս է։ Մի հատ էլ էլի այնինչ, հիմա Էդոն ասում է փամփուշտ ունենք, զենքը չունենք, այն չի եղել։ Թող այս հետևորդն է, սա անեկդոտ չի, սա իրականություն է, լսեք։ Ընթացքում կարող է լինել, որ մարտական դիրքում այդ խոշոր դրամաչափի զենքերը չլինեն, բայց մենք փամփուշտի պաշարները մշտապես պահպանում ենք։ Դե հիմա զենք այդ կռիվը որ սկսի կբերեն այդտեղ, ինչ չի եղել։ Կրակի տակ կբերեն այնտեղ խոշոր տրամաչափի։ Օրինակ խոշոր տրամաչափի գնդացիր։ Ուրիշ զենք չասեմ, կարամ ասեմ, խոշոր տրամաչափի գնդացիր։ Ահա։ Այսինքն փամփուշտները մեծ են, էլի սովորական ավտոմատի չեն։ Հիմա պարզում է որ ասենք խոշոր տրամաչափի գնդացիրի արկղերը փամփուշտները կան, զենքը չկա։ Ինչ հետաքրքիր, այսինքն որտեղ է այդ զենքը։ Ասենք մի 5 հենակետ ենկոմ կամ գնդում է։ Կռիվը սկսում է ժամուկես հետո այդ խոշոր տրամաչափի գնդացիրը համում է այդ դիրք, որ կռիվը շարունակեն։ Այսի մոտապես են ջերմուկի դեպքերի մեկնաբանությունն ասում է շրջափակման մեջ են ուտելիք չունեն ու վաղ թեժ դուրս են գալու, բայց մինչև մա նստած են սոված։ Թե ուտելիք ունեն, ոնց որ ունեն։ Հաստատ։ Նստած ունեն, հա։ Այդպես։ Շնորհակալություն։ Դե հիմա մեր Էդոն ինչ է եղել։ Ակադեմիայում սովորելուց էս դասերին փախել է։ Պետք չէր գիշերը գնալ գործ անել։ Իդեպ ասեմ։